Ողջույն բարեկամներ, այսօր այնքան շատ են ու կարևոր թեմաներ կան, որ ես նույնիսկ չգիտեմ ինչից սկսել։ Ուրեմն նախ անպայման այսօր անդրադառնալու ենք Մարշալ Բաղրամյանի բացահայտմանը, ինչպես կարելի է Նիկոլ Փաշինյանին հիմիկվանից ինչու պետք է հիմիկվանից սկսած դատավարություն իր նկատմամբ եւ հաղորդում ուզում եմ սկսեմ այսպայն հրատապ մի թեմայից, որը շատ արագ է կատարվում, ինջերոց, այն փոփոխություններն այնքան արագ են լինում, որ մարդ մտածում է կարող է չհասցնի ամեն ինչ ասի։ Եվ այսպես Տրամփը տապալվելով իր բոլոր քաղաքականությունների մեջ, բոլոր արտաքին, ներքին, տնտեսական, վերադառնում է նախնական դիրք, ինչը ոնց ընդունել էր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես պատահական չի, որ սանով եմ սկսում, որտեղ ինչ որ ասել եմ կապված է դրա հետ։ Ինչ է դա նշանակում։ Հա, վերադառնալ համարյա թե նույն տարիքների քաղաքականությանը, ինչը որ սկզբից կար, ի սկզբանե կար, որը բերեց հարաբերությունների փչացման աշխարհի հետ, գների թանկացման, ինֆլյացիայի եւ ամենակարևորը Ռուսաստանի դիրքերի ուժեղացման հույսով հույս տվեց Ռուսաստանին այդ դիրքերը եւ ակնհայտ աջակցությունը տեսնելով Վաշինգտոնի բավականին ողջևորված էր Մոսկվան։ Իսկ հետ դարձը դեպի հին տարիքներ նշանակում է մի բան, որ ամբողջ այն ինչ որ մտածում էր Տրամփը պետք է իրականացնի, սրան սեղմեմ, նրան սեղմեմ, սրա վրա մաթափ տան, այս հարցը մեկ ժամում լուծեմ, ամեն ինչ բարձրվեց չի աշխատում։ Չի աշխատում ռեյտինգի անսահմանափակ անկում, այսօր ինչ որ Տրամփը ունի, եւ ինքը վերադառնում է իր հին տարիքային քաղաքականությանը։ Սա միանգամից հասկացան Մոսկվայում։ Մանավանդ մայիսի 9-ի բանից հետո, այդ շքերթից հետո Սի Ցզինպին ուղղակի ասեց շատ կոնկրետ, հա, որ քեզ տալու բան չունեմ, առաջարկելու բան չունեմ, դու պետք է գնաս արդար խաղաղության պայմանագրի կնքման բանի հետ։ Ես աշխարհի հետ չեմ ուզում վիճել։ Շատ հասկանում ասին, որ Ռուսաստանը իրան ոչ մի ձևով հետաքրքիր չի։ Ինչ որ պետք է ինքը արդեն ստացել է Ռուսաստանից։ Աշխարհի հետ փչացնի իր առևտրական հարաբերությունները Ռուսաստանի խաթր դա հաստատ չարժե։ Դրա միանգամից արձագանքեց Պեսկովը, որն ասեց չի կարելի Մոսկվայի վրա ճնշումներ գործադրել։ Եվ այսպես այս հայտարարություններից անմիջապես հետո բանը դուրս եկավ, Պուտինը շատ շտապ հրավիրեց խորհուրդ, նիստ եւ դուրս եկավ հրատապ հայտարարության։ Ինչ է ասում Պուտինը։ Նախ ինչ հասկացավ այս ընթացքում, որ այն ինչի վրա որ իրենք հաշվարկել էին, չաշխատեց։ Այսինքն որ պետք է թուլանալ Եվրոպան, խեղճանալ Կիևը, Տրամփը իրեն օգնելու էր, Սի Ցզինպինն էլ իրան տեսնելով այս ամեն ինչը իր հզորացած դիրքերը, մայիսի 9-ի պարադը, այն ինչ որ շատ խղճուկ էր, շատ խղճուկ։ Իսկ մայիսի 9-ի Սի Ցզինպինը ստիպված էր նստել Նիկոլ Փաշինյանի ու ասենք Լուկաշենկոյի հետ։ Ուրիշ ոչ մեկ չկար։ Մի խոսքով, այս ամեն ինչը տեսնելուց հետո Պուտինը որոշեց, որ չէ, էլ տեղ չունի ինքը հետ գնալու, մանավանդ Ջոդի Վենսն էլ արդեն ամենավերջին նվիրյալը Ջոդի Վենսը, Պուտինի ամենավերջին նվիրյալը հայտարարեց, որ Ռուսաստանը ինչ-որ մի բան պետք է անի։ Ամեն դեպքում պետք է ինչ-որ զիջումների գնա եւ այսպես երկար չի կարող շարունակվել։ Վերջապես Պուտինը հայտարարում է, որ ինքը պատրաստ է բանակցությունների ոչ թե հրադադարի, որ առաջարկվում է իրան 1 ամսով։ Իրան ասում 1 ամսով հրադադար։ Ինքը չի ուզում 1 ամսով հրադադար, որտեղ ինքը մեկ ամսա մեջ կարող իշխանություն կորցնի։ Իրան process-ը որ պահին կանգնեց, այն պահին վերանում է ինքը։ Ինքն ասեց չէ, հրադադար, չէ, սկսում ենք ուղիղ բանակցություններ Կիևի հետ։ Ուղիղ եւ ամենակարևորը ինչ է շեշտում, առանց որևէ միջնորդի, այսինքն առանց վկայի։ Եվ ասում է, քանի որ Կիևը ինքը, լսեք ինչ ասում, ինքը կանգնացեց այս ամեն ինչը բանակցությունները 22 թվականի փետրվարի 24-ին, երբ որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Ասում Ռուսաստանը հարձակվել է, բայց Կիևն է կանգնեցել բանակցությունները։ Ինչ որ մենք ասում ենք սկսում ենք այդ կետից, որ այնտեղ Բուդապեշտյան իր արդեն բաներն է գնում, իր հորինած թեմաներն է, որ պետք է կապիտուլացվի, մի խոսքով հանձնվի Ուկրաինային եւ այլն եւ այլն։ Որ ապացուցի, որ Ուկրաինան է խուսափում բանակցելուց։ Եկանք հասանք ինչ որ միտեղ, այսինքն ամփոփում ենք, որ այն ինչ որ ակնկալում էր Պուտինը չկա։
այն ինչ որ պետք է աներ Թրամփը իր համար վնասել Եվրոպային, ուժեղացնել Ռուսաստանին, Չինաստանն էլ մեջին կանգնած է, չկա։ Առաջարկում է միանգամից հանդիպում Ստամբուլում, Ստամբուլյան հարթակում։ Ինքը թուրքերի մոտ իրան լավ ազգում էլի, հո զորով չի։ Թուրքը թուրքի մոտ է իրան լավ ազգում։ Չնայած չի որ Զելենսկին թուրքի մոտ վատ ազգալու իրան, բոլորովին, բայց Զելենսկին երբեք Պուտինին հավասար բանակցող չի։ Մի շատ բարձ պատճառով։ Շատ բարձ պատճառով։ Այնտեղ անհատների տարբերություն կա։ Համատության մեջ Պուտինն ու Զելենսկին, չասեմ, ձեռը բռնես տանես մանկապարտեզ, հա։ Մանավանդ որ մնացին տետատես խոսակցության ժամանակ։ Դրա համար է ասում, որ առանց որևէ մեկի ներկայության։ Մեզ չգիտեմ Ուկրաինան ինչ կորոշի, ինչ չի որոշի, դա իրանց գործն է։ Սա այդ կարևոր հրատապնություններ, իսկ հիմա անցնենք մեր առօրյային։ Ինչը տեսնենք ինչա կատարվում Հայաստանում։ Հայաստանում կատարվում է այն, ինչը երբևէ հնարավոր չէր, ասենք սենց ասեմ, հա, բարոյական իմաստով պատկերացնել, ասենք մենք շատ բան ենք տեսել, թվում է մեզ այլևս հնարավոր չէր զարմացնել, բայց եւ բոլորդ հիշում եք, որ 2 օր առաջ ձերբակալվեց լրագրող Լիլիթը Գյումրիում, նոր մանրամասներ, ինչ ենք իմանում, որ գիշերով մտնում են տուն, մարդուն 78-ամյա մոր ներկայությամբ ձերբակալում են, ընդ որում գիշերային շորերով, գիշերանոցով ու բռնությունով տանում են այն աստիճանի բռնություն են իրականացնում, որ ոստիկանություն տանելու ճանապարհին վատանում է եւ ստիպված տանում են հիվանդանոց։ Այդպես։ Գիշերով թվում է թե ինչ էր եղել։ Ու այսօր իմանում ենք ներկայացած բանը մեղադրանքը։ Տեսեք, տերորիզմ չկա, մարդասպանություն չկա, թմրանյութերի վաճառք պահել բան չկա, ոչ մի բան չկա։ Գիտեք ինչ արել։ 1 ամիս առաջ Շիրակի դատավորին ինքը ասել է կոռուպցիոներ։ Այս նրան։ 1 ամիս առաջ Էսրան ասել է կոռուպցիոներ։ Ինչն է հիմա սրանց մոտիվացիան, ինչ են ձերբակալել Լիլիթ Աղիկյանին։ Որովհետև հետաքննող լրագրողը եւ բացահայտում է, ինչպես Արտուր Չախոյանը։ Սրանց կոռուպցիաները, սրանց բոլորի, հա։ Եվ երկար մտածել են իրան ինչ անեն, ոնց կանգնացնել, որոշում են գիշերով կարելի է ծեծելով, ջարդելով տանել ոստիկանություն։ Արդեն 3 օր այդ մարդը նույն շորերով ոստիկանությունում է, այդ աղջիկը։ Ես ես հիշացնեմ։ Ընդամենը 3-4 օր առաջ չէ՞ բանի Աղավանի թաղապետը։ Ամբողջ թաղապետարանով ծեծեցին Արտուրին։ Ոչ մեկ չի ձերբակալվել։ Ոչ մեկ, սա այս աղջիկը 1 ամիս առաջ դատավորին ասել է կոռուպցիաներ։ Ես իմջելոց ասեմ դատավորներին Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասում էր կոռուպցիաները, ասում էր վնգստացող դատավորներ, հələ փորձելի սրանցից մեկը իմ ասածը չանի։ Ով եք որ իմ ասածը չանեք։ Դուք վնգստացող դատավորներ եք։ Այսօր այդ աղջիկա ձերբակալել են նրա համար, ինքը ասել է դուք կոռուպցիոներ եք։ Ինքը լրիվ հիմքեր ունի ասի կոռուպցիոներ եւ ոչ մի օրենսգրքում ոչ մի դատական բանում չկա որ կոռուպցիոներ ասելու համար մարդուն կարելի է ձերբակալել։ Հիմա Գյումրու բաժինը եւ ընդհանրապես Հայաստանում իրավապահ համակարգը հասել այնտեղ, որ մարդուն 1 ամիս առաջ ասած խոսքի համար կարող են գալ գիշերը ձերբակալել։ Ասենք ինչ ենք զարմանում։ Այն կինը 2 մանկահասակ երեխաների մայրը 1 ամիս առաջ գրել էր Արման Բաբաջանյանի թերթում կոմենտները, որ ում ձեռը գնա Հայաստանը հանձնելու որոշում, ստորագրի, որ դա ձեռներն ու ոտերը կտրվեն։ Այդ կնոջն են եկել ձերբակալել։ ԱԱՑ-ն Բաբաջանյան Արմանի դիմումի համաձայն գործեր հարուցել։ Մենք այդ վիճակում ենք։ Ուզում եմ բոլորը ովքեր ապրում են Հայաստանում շատ լավ մի բան իմանան։ Մենք այս վիճակում ենք ու այս վիճակը չի կարող մի ձև չանդրադառնալ բոլորի վրա, եթե նույնիսկ այս պահին իրանք ամենաչեզոք, ամենասես նեյտրալ, ամենահեռու, ամենալոյալ դիրքում են գտնվում։ Այս անիրավությունը, որ կատարվում է Հայաստանում, չի կարող չվերաբերվել բոլորին։ Ու սա խայտարակություն է։ Մենք հիմա անշուշտ խոսալու ենք նաև Փաշինյան Նիկոլին ոնց ենք դատելու, բայց ուզում եմ այս ամեն ինչը վերադառնանք, անցնենք նոր։ Իմջալոց մի հատ երկիր կա,
Սալվադոր, Էլ Սալվադոր։ Ուրեմն այդ երկրում հանցագործությունները կարողացել են 10 տարվա մեջ կրճատել 500 անգամ 10 տարվա մեջ։ Ուղղակի նոր նախագահը հայտարարել է պատերազմ հանցագործության դեմ։ Ու ես համատելու համար եմ ասում, ու 10 տարվա մեջ ցուցանիշը 500 անգամ իջել է։ 500 անգամ։ Սրանք 7 տարվա մեջ բերեցին ուրիշ ուղղությամբ, որ գիշերով կարան կանց լրագրողի, հետաքննող լրագրողի տունը մտնեն, ջարդեն, գիշերային բանով տանեն քաղաք, մանկահասակ երեխու մորը ձերբակալեն, որ ինքը ասում է Հայաստանը հանձնողի ձեռները թող կտրվեն։ Պատկերացնում եք, Նիկոլ Փաշինյանը այնտեղ է հասել, ու զուգահեռ նաև հրահանգել է իր հոտին, որ Շուշի անունը չտան հանկարծ։ Այս տականքը, փաստորեն սա այնքան կա, այս ոչնչությունը, իր նման ոչնչություններին հրահանգել է, որ հանկարծ Շուշի անունը չտակ։ Դուք իրեր մտածեք, էլի մարդ ինչ աստիճանի, ինչ որակի պետք է լինի, որ սրա հասածները իրականացնի։ Էն էլ ասում է Շուշի անունը չտակ, նրանք էլ հոտի նման չեն տալու։ Այսինքն դες բախես մայիսի 8-ը ինչ տոնա։ Ընդամենը բանը 5 տարի առաջ երատոն էր գոռում, 2 տարի առաջ երատոն էր գոռում։ Սրա հրանգով պատկերացնում եք մարդ ինչ կա ստոր պիտի լինի, ընդհանրապես ոչնչություն, որ սրա հրանգով ուրանա Շուշին, ամեն ինչ ուրանա։ Դրա համար նորից եմ ասում Ժողովուրդ ջան, ինձ լավ լսեք, սա չափազանցություն չի։ Հայաստանում ցանկացած մեկը, եթե այսօր մտածում ենք ապահով տեղ ապրում, որովհետև ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, չարաչար սխալվում է։ Սրանք ամենավերջի ստորությանը ընդունակ են եւ իրականացնում են։ Թուրք ամեն օր Սևանն է ցույց տալի ուղիղ եթերում։ Թուրքերը գալիս են Սևան, ադրբեջանցիները Սևանից ուղիղ եթեր են անում։ Որ Սևան տարածքում ապրող կան, չէ՞ այր։ Չէ։ Թուրքը անազգել, այն Սևան տարածքում ծովագյուղնա, Վարդենիսնա, չգիտեմ, ոյանց թվում են հերոյ են, քաղաքականությունից հերոյ են, իրաց ԿՊ-ական գյուղապետի մոտիկներն են, բան։ Ասեմ, թուրքը գալիս է ձեր տներից արդեն ուղիղ եթեր է անում։ Ու իր համար մեկ է լինելու դու Փաղապետ, չգիտեմ, իհարկե ԿՊ-ական է, դու դրա ձայն բերողն ես, ձայն վաճառողն ես, ձայն գնողն ես, թքածունի ինքը։ Պահը որ եկավ, մեկ են։ Դուք հայ եք։ Դուք իրանց թշնամին եք, իրանք միակ երազանք ունեն, իրանք ծնված օրվանից, դա հայերին կոտորելն ու վերացնելն է, դա իրականացնելու են։ Այս մարդն ասում է, աղբետ ջան, թուրքը նստել են բացունքում, ուղիղ եթեր են անում Սևանում։ ԱԱԾ-ն մարդաբռնում ստատուսի համար, որն ասում է ով դավաճանի երկիր, դու մատերը կտրվի։ Ոստիկանություն կոչված այդ Ենիչերիների խումբը գիշերա կնոջ լրագրողի ձերբակալում, որ տանի դեպ ինքը ասենք իրենց դատավորին ասել է կոռուպցիանը։ Հիմա ես դրանց այդ ոստիկանների, ԱԱԾ-ների տներով ոնց չմտնեմ դուրս չգամ։ Իհարկե ես դա չեմ անի, բայց ուզում եմ իրանք իմանան, որ իրանց տները, իրանց ամեն ինչը, սրբությունները մտնեն դուրս գալու տներու բաներ ան, դեռ սրբություն չունեք իհարկե դուք։ Այդ գործի վարպետը բանտում է հələ Վարդան Ղուկասյան, բայց ոնց ուզում է դուրս է գալու։ Ոնց ուզում է ու ես այս պահին վստահ եմ, եթե նույնիսկ ասենք 2-3 ամիս առաջ նեղվող կար, որ դող այսքան քփուր է տալի դրանց ման։ Հիմա գիտեք ինչքան են գնում, որ իա տեղ ինչքան է երևում, որովհետև այս մարդիկ արդեն չգիտեն ինչ անեն։ Միլիցեք ու ԱԱԾ, այն ինչ որ դուք իմանում եք, ուրեմն մտածեք մի բան, ամբողջ ազգը առանց դոգի մտքով մտնում դուրս է գալի բոլոր հնարավոր ձևերով ու մեթոդներով։ Ես ուղղակի փոխանցում եմ դա։ Բայց վաղ-սերուս այնտեղ են դուրս կգա, դա կիրականացնի վիրտուալ։ Բայց դուք իմացեք առանց դրա ամբողջ ազգը, այսինքն մտքով իր երազանքներում, ասես մտնում դուրս է գալի։ Հիմա հենց այդ ֆորմեն հակար հայլու մեջ նայես, դու դրա մասին պետք է հիշես։ Ցանկացած մեկը ֆորմեն հակար հայլու մեջ նայես, իրեն պետք է հիշի, որ սենց բան կա, սենց բան է կատարվում իր հետ։ Նա գնանք առաջ։ Ես եմ ինձ հիշացնեմ, կենա ջան։ Բարեկն ասում են,
վրեժը մեզ սրտելում է, մենք տեղ չենք գնում, մենք մեր տեղը չենք գտնում, այն ինչ որ եղել է Փաշինյան Նիկոլ, այս մարդկանց մտքի մեջ իրենք հենց տեղը չեն գտնում, սա պետք է լավ իմանաս, ու ինքը շատ լավ գիտի, այս հիստերիան, այս որ սկսել է լրագրողներ, ստատուս գրողներ, աչուձախ, հա, սենց, այս հիստերիան դրա բանն է, վկայությունը, հիմա ես քեզ նորից եմ ասում, այս իրականությունը, վրեժը սրտնելու մարդիկ իրանց տեղը չեն գտնում, սա ցուցիչ է, ես այս մասին խոսալու եմ վերջում էլի անպայման, քեզ ինչա պետք անել ու ոնց է դա հնարավոր անել։ Ճիվաղը պնդում է, որ կենտրոնում ապրողները հարուստ են, ուստի ի վիճակի են վճարել բարձր գույքահար, հա, իսկ եթե ոչ կարող են վաճառել ու գնել տնից, ես հիշում եք ինչ էի ասում, եթե ձեզ թվում է դուք նույնիսկ ոչ մի վատ բան չեք արել ձեր պատկերացումներով, էլի, որ Նիկոլը մտնի ձեր տուն, Նիկոլը մտնելու է։ Դա տարբեր ձևերով է լինելու, ինքը գտնելու է ձևը, դա ջրհեղեղներով է լինելու, բարձերով է լինելու, տրանսպորտով է լինելու, հարկերով է լինելու, ինքը մտնելու է, ինքը մտել արդեն։ Ինքը մտել արդեն, դուրը ծեծում է, բարձ ասում է, աղբեր փող չունես, նույն ծախի գնա։ Իրան փող է պետք։ Իրան փող է պետք, որտեղ այս պետությանը պահելու համար փող է պետք։ Իրանք ամեն ինչ որ կան, կերել են։ Այն մարդ կա, չէ՞ ասում ամեն տարի այս ծառս բերք էր տալիս, բերքը վաճառում էի, ապրում ենք։ Իրանք ծառնել են վաճառել։ Որովհետև բերքը հավաքելու ժամանակ իրենք բերքը չեն հավաքել։ Իրանք ծառերը, ճղերով ամեն ինչ կոտրտել են։ Հիմի շեմար կոտրտում են, բան չկա, ծառ չկա որ բերք տա։ Ոչ մի բան չկա։ Միակ բերքը մնացել է քաղաքացին, որ կենտրոնում տուն ունի, կենտրոնում գարաժ ունի, կարող խանութ ունի, չգիտեմ, ամեն տեղ բոլոր ձևերով սես մտել են բիզնեսից սկսած։ Այսինքն Հայաստանում մարդ չի մնալու, որի տունն ու գրպանը Փաշինյան Նիկոլը չմտնի։ Եվ էսի կանգնացնել է պետք։ Ես հիմա կասեմ ոնց։ Ես հիմա կասեմ մի քիչ ուղղակի։ Եկես ում հերթով ոչ չմոռանամ հանկարծ ոչ մի բան։ Այսօր Արտուր Համբարձումյանը շատ հետաքրքիր բան ա գրել, ես անպայման ուզում եմ այս թարմացնենք մեր հիշողությունները, էլի։ Հա։ Ուրեմն ասում է, Շմայսը ժամանակին այս ճիվաղին ուզեցել է սատկացնի։ Արդ հայր է։ Այս վիժվասկին տեսնողը ոնց կարող չուզենա լղոզի պատերով։ Բնական սա տեսնելուց այդպես բան անելը բնական ցանկություն է, դե ոչ մի աննորմալ բան չեմ տեսնում։ Մանավանդ երբ որ դա Շմայսն է ուզեցել անի, ուրեմն հաստատ պատճառ եղել է։ Եվ այսպես։ Ու կանգնացել է դրան process-ը փրկել է բանին Նիկոլին։ Ով։ Այո, Սերժի Վաչուն։ Սերժի Վաչուն, միլիարդատեր Սերժի Վաչուն, հա։ Ու հիմա հարց են տալի, պարոն երրորդ նախագահ, հիմա դուք սա հետ իրոք կապ չունեք։ Դու ուղարկում ես քո Վաչոին։ Սերժի Վաչուն, Սերժի գործերի բանն է, sense տնօրենն էր։ Իրա Վաչուն։ Ոչ թե ուղարկել այնտեղ ոստիկան բան, չէ, Սերժի Վաչունը գնացել փրկելու։ Հիմա ասում եմ դու իր հետ կապ չունես իրոք, հա։ Կապ չունես ու քո Վաչուն գնում է իրան փրկելու ու գնում է առաջ։ Ասում է ԱԱԾ բարձրաստիճան սպաներ պատմում են բազմաթիվ դեպքերի մասին, թե ինչպես տարբեր օլիգարխների հետ այս ճիվաղի խնդիրներ ունենալուց հետո դեսի բոլորի վրա բաներ չէ գրում։ Ինչ բան կա գրում էր, որ փոխտային չգրեր։ Սա կյանքը, սա ապրելակերպը սենց է եղել, նողկալի ինչպես ինքն է։ Եվ ասում է, հենց այս օլիգարխները ուզում են սրա դիզնոլորեին, ինչպես Ծառուկյան Գագոն մի անգամ արեց, չէ։ Ծառուկյան Գագոն սա նիվայել էր տվել, նվիրել էր, որ իր մասին բան չգրի։ Չէ, բռնեց ու գրեց էլի։ Համ նիվան է վերցում, համ գնում է։ Բռնում են, համ իրան են ջարդում, նիվան են վառում, գրասենյակով բանով ամեն ինչով։ Բայց մեկը բոլոր օլիգարխներին, ովքեր ուզեցել են սրան օլորեն, ԱԱԾ-ն է կանչում մեկները խոսալու։ Սերժիկի ԱԱԾ-ն նրան կանչել են ու պարզ բացատրել են։ Ոչ չի կարելի իրացել։ Չի կարելի։ Ու հարցերի կնչումը։ Սերժիկ, դու լուրջ Նիկոլ հետ կապ չունեիր։ Ոչ մի ձևով։ 2016 թվականին նույն ճիվաղը իր ջոկատ է կազմում, իր նման ճիվաղներով, ջոկատ։ Ու մայիսին գնում է բան։ Արցախ։ Որի ընթացքում տեղի ունենում աննախադեպ մի բան, ասում է։ Շարում են հայկական զորամասերից մեկի անձնակազմը,
որպեսի բանակում չծառայած այս ճիվաղը ելույթ ունենա սպայակազմի ու զինվորների առաջ։ Հիշում եք ես երկու օր առաջ էր ասեցի Սերյան Օհանյան, հիմա որ քեզ դրանց նվաստացնում են, ճիշտ են անում, որովհետև դու էիր ոսան տարած բանակ, այդ ամիջը կազմակերպ, դու էր նախարարը, հա։ Իհարկե քեզ ասել էին, որ դու դա անես, որ ինձ ասում են, բա ինչի է ինքս ինձ խեղճացած, որտեղ էր իրան այն վաղ, ով իրան այն ժամանակ ասելա, սա կանես, կտանես բանակ, կշարես քո զորամասը բոլորի առաջ, որ ինքն ելույթ ունենա, այս ճիվաղը պատկերացնեք 16 թվականին ինքը ով էր։ Ու հետո է մի հատ պատվոգիր կտաս այնտեղ, նկարես կամուֆլյաժով, պատվոգիր։ Հա, սա Սերժ Սարգսյանն է։ Բանը իհարկե հանձնարարել է դա Սերյան Օհանյանին, էլի։ Հիմա ասում է դու ու ամբողջ սպայակազմի զինվորի առաջ ես ելույթ անես։ Հիմա էլ հարց է տալի։ Պարոն նախագահ, ես պնդում եմ, որ այս ամեն ինչը չէր կարող լինել առանց ձեր իմացության, ես ոչ թե իմացության, ընկեր, հրահանգի, ինչ իմացություն։ Ով պետք է հրահանգեր բանին, Սերյան Օհանյանին։ Ես վստահ եմ, որ Սերյան Օհանյանը ասես զզվում է, բայց իրականացել է, չէ՞։ 16 թվականից նորօրյա ապագա ասում է փրկչին հանկարծ սկսում են եթերներ տրամադրել իշխանական հեռուստատեսությունները 2018 թվականին տեղի ունենում Թաշյա ոչ բռնի անվանումը կերող հեղափոխական բեմականացումը 6 ամիս դրանից հետո Սերժիկ Սարգսյանը ապրում է կառավարության համակարգություն դրա մասին մերապ դոգաստելով հա ասում է հիշեցնեմ որ կառավարական այդ նույն տեղը վարչապետն էր ապրում, այս փրկչապետը, Սերժիկն ու Նիկոլը 6 ամիս ապրել են իր հետ, կողքով, որպես տղեն գրում է։ Ու հետաքրքիր ասում է, այդ ժամանակ կառավարման այդ ամբողջ այդ ամառանոցի տնօրենը ով է Հակոբ Սիմիզյանը, որի քուրը լվանում է բոլոր փաղած գողացած փողերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս անիֆով, բոլոր ձևերով, տարբերով այս զիբիլի կատվի աղբերը են բանը, են փնտին և Սիմիզյան Հակոբի քուրը իր այս ամեն ինչը հիմա կազմակերպում են փողերի բացումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու մի խոսքով պատկերացրեք Հակոբ Սիմիզյանն է այդ բանի ամառանոցի տնօրենը ու իր տնօրենության տակ 6 ամիս Սերժիկն ու Նիկոլաս ոխերիմ թշնամիները հարևանություն են անում, հա հետո բանը աշխատանքից դուրս է գալի Հակոբ Սիմիզյանը Սերժ Սարգսյանի կառավարման կեցավայրը լքելուն համարյա սինխրոն միանգամից զուգահեռ 18 թվականի հոկտեմբերի 16-ին հոկտեմբերի 30-ին պարոն Սարգսյան մի քիչ շատ չեն ասում ուրեմն 16-ին են գնացել 30-ին են գնացել մի քիչ շատ չեն ասում է զուգադիպությունները հա միանել գումարենք որ Սերժ Սարգսյանը առ այսօր երկիրը լքում է վարչապետի ու նախագահի համար նախատեսած գործող տեղից։ Էլի հարցնում է։ Մի քիչ շատ չի Սերժիկ։ Ու ասենք, այդ մյուս էլ գնաց, ասում է, Թավշյա ու բռնի ոչ ռեալիթի շոուից հետո տարիներով ընտրություններ կեղծած գլխավոր ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ ոչ մի իրավական հասու պատասխան չի առաջանում։ Ոչ մի բան չկա, Նիկոլես, բան կեղծում էր, քեզ ճղում էր, ու ավելին, Մուկուչյանը մնում է իրան որպես բան, ապագա կեղծող, հա։ Իսկ Սերժ Սարգսյանը հեղափոխական դատարանի կողմից հանկարծ ճանաչվում է պատկերավոր ասած աշխատավարձով ապրած մարդ Սերժ Սարգիս համարյա Սուրբ Սարգիս, կասել Վարդան Պետրոսյանը, ճիշտ ասում։ Սերժի ամենավստահելի մարդկանցից 16-րդ վարչապետը նշանակում է դիվանագիտական կարևոր մեծ պաշտոնի։ Մեծ Բրիտանիայում օրինակ դեսպան է նշանակվում տեղը կորցրեցի։ Հա, նախագահի նախկին խորհրդարանական Վարուժան Ներսիսյանը։ Իսկ ՌԴ-ում Հայաստան ներկայացնելու գործը տրամադրվում է հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկի Գուրգեն Արսենյանի վրա։ Արսենյան Գուգոն, որ այսօր Նիկոլի Շումն է, Էլինդերա։ Զու գլխավոր շտաբի պետ է նշանակում նախագահի, էլի Սերժիկի օգնական վստահելի
զինվորականներից մեկը Օնիկ Գասպարյանը, ով Սերժի հետ կապ է պահում պաշտոնավարման ողջ ընթացքում, իսկ ԱԱԾ ղեկավարներ տարբեր տարիների աշխատում են ՀՀԿ-ի հետ ապագայում կոալիցիա կազմող Արտուր Վանեցյանը ու նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սանիկ Արգիշտի Քյարամյանը։ Հիմա եկեք ասում են խիստ ասում են որոշումներ բան անենք էլի։ Եկել էր խիստ ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու ժամանակը։ Բանակցությունները փակուղում էին 18 թվականի ապրիլին պարլամենտում ասում էր երրորդ նախագահը իրականացրեցին մեծ ավանտյուրը, որ հանգեցրեց մասշտաբային ողբերգության։ 7 տարի ունենալով ձեռքի տակ հիմնական լրատվական ռեսուրսները, պարլամենտը, դատայի իրավական համակարգը այս ամենը փորձում են լրացնել։ Սերժիկ, այսօր ես չեմ ասում, այսօր մենակ դուք չի ասում։ Մարդիկ հիշում են, մարդիկ գիտեն, մարդիկ տենում են, ես ինչեմ սա նորից վերած բանան, որտեղ ոգևորված մարդիկ շատ են, որ հույսերը կապում են Սերժի հետ։ Առայսօր դեռ մարդ կա հույսակապում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Չի կարելի ապրել օրվա ինֆորմացիայով, ժողովուրդ ջան։ Օրվա ինֆորմացիայով ապրելու հետևանքը նույն հիմարությունը, նույն սխալը կրկնելն է։ Ուրիշ տարբերակ չի մնում ընդեր։ Եվ այսպես, ինչու չի կարելի մոռանալ այդպես բաները, որովհետև երբ որ մենք մոռանում ենք, պատմությունը մեզ անընդհատ դաժանաբար պատժում է։ Հիմա ես ցույց եմ տալու մի հատված Հովհաննես Բաղրամյան, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ելույթից շատ կարճ։ Ու ասեմ, որ մոռանալը ինչ հետևանքներ է բերում։ Հիմա լսենք։ Армянские войска могли, по заявлению командира корпуса генерала Назарбекова, Կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովի ասելով, հայկական զորախմբերը 18 թվականին կարող էին, տեսնենք ինչ էին կարող, оборонять эту крепость, պաշտպանել Ղարսի, կարող էին Ղարսի, բանը 18 թվականին, ամրոցը պաշտպանել, սա Նազարբեկովն է ասում, на протяжении не менее 1,5-2 месяцев. Մեկ ու կես երկու ամիս կարող են իրանք պահել առնվազն առանց օգնության եղած ռեսուրսով։ Однако они получили приказание от Закавказского правительства, Բայց ասում իրանք ստացան Անդրկովկասի ղեկավարությունից հրաման, чтобы сдать город и крепость без боя. որ առանց կռվի տան եւ ամրոց եւ քաղաքը туркам, а самим отойти в район Александрополя на реку եւ ասում իրանք տեղափոխվեն բան Գյումրի Арпачай. Александр Полагали, что с выходом турок на реку Арпачай, оккупации Карской области, турки на этом остановятся и дальше. ու ենթադրել են, տեսեք, այսի ֆենոմենալ, այստեղ ապետք կներեք այդ յակը կցել ու մնալ։ Ենթադրել են, որ եթե հանձնեցին Ղարսը, թուրքերը կգան միջև գետ, Արաքս։ Ու էլ առաջ չեն գնա։ Հանձնենք, տանք որ ապրենք։ Խաղաղություն, նույն սցենարն է։ Գեներալ Նազարբեկովը ինքը խոստովանել է, որ եղած ռեսուրսով 1.5-2 ամիս, կարենք 1.5-2 ամսա մեջ ընդ թուրք չէր մնա։ Թուրք չէր մնա ուղղակի այդ պատկերացնում եք այդ կոնտինգենտին հետագայում գյուղացիներն են ջարդում Սաղմարապատում։ Գյուղացիները բանով փոցխով, բանով փայտով։ Ոչ թե զինվորականներ, ոչ թե կանոնավոր բանակ, ոչ թե ռուսական սպայ գեներալ Նազարբեկովը, հա, այլ գյուղացիները։ 2 ամսա մեջ ինչ կաներ բանում, ասենք, պաշտպանության տակ գտնված զորքը, որը ամրոցում է, հարձակվող թուրքին։ Ոքի բան չէր մնա այդ բանից, չէ՞։ Առնվազն հաստատ դրանք Սաղմարապատ չէին հասնի։ Սրանք տվել են մի հրամանով։ Հույս ունենալով, որ թուրքը կգա միջև
Արաքս ու կկանգնի։ Սա ես չեմ ասում, սա Բաղդամյանն ասում, մեր գեներալ, մեր պաշտելի, մեր պապերը, հեսա հասնելու ենք, մեր պապերի մասին ես ունենքան ենք խոսալու, ենքան բան կա ասելու։ Հիմա սա գիտեք ինչ եմ ասում, են որ հենց մորանում ենք ես դարը փորձը, մենք հակված ենք կրկնելու, դա լինի Սերժիկի պարագայում, դա լինի Ռոբերտի, դա լինի Լևոնի, դա լինի Նիկոլի, դա լինի Նազարբեկովի, դա ում լինի, դսեք, դաժան փորձ, որ ազգ է ես կանունի, մի ամբողջ ցեղասպանության փորձ։ Նա ցույց տվեք ազգ մեր չափ կենսագրություն ունենա։ Մեր չափ կենսափորձ ունեցող ազգերը երկու տարբերակ կա, կամ պետք է վերանան, հնարավոր չի, կամ պետք է դառնան սուպեր դիմադրողականություն եւ զարգացված ամեն ինչ ունեցող ազգ, որտեղ բոլոր իրավիճակներում եղել են։ Իրենք շատ բան պետք չի։ Խնդիր ունես, մի գնա ուրիշ ազգի փորձը կարդա, արա քո պատմությունը թերթի, ուտես, դու արդեն այդ ունեցել ես, ինչա պետք անել, կամ առնվազն, ինչ պետք չի անել։ Նույն պատմությունը։ Հիմա դեռ միջև մարդ կա, ասում է, Արցախը տվել ենք, Արցախը տանք ապրենք, ես գյուղերը տանք ապրենք, ես ճանապարհը տանք ապրենք, ես տանք ապրենք։ Չէ, դուք ուղղակի ոչ թե ապրելու, ձեր խնդիրը ոչ թե ապրելն է, դու տալուց հաճույք եք ստանում։ Եթե վստահ եղեք եւ եթե տվողը կա, վերցնող անպայման կլինի։ Այդպես բան չկա, եթե մարդ պատրաստ է իր ունեցածից հրաժարվի, մեկը չլինի ուզող այդ ամեն ինչը։ Ո՞ս կա մարդ պատրաստ է լինի բան տա ու վերցնող չլինի։ Հիմա կամ էլի մեր պատմության։ Հիմա տեսեք ինչ է ասում։ Ես չի ասում մեր մեծ բարեկամ, հա, ընկերոջը, բայց օբյեկտիվ ես հենց երբեք կեղծիք չեմ լսել մեր մասին։ Լսենք ոնց է պատասխանում այս կեղտոտ լրագրողի հարցերին։ Մեր մասին, ամեն ինչ մեր մասին է, լսեք, Արցախի մասին։ Достаточно большую часть своей дипломатической деятельности, в том числе и по армянскому направлению, ну и работали, высказывались. И вот вы высказывали, что Россия бросила Армению в случае с Нагорным Карабахом, да? Ասում ունենալով մեծ դիվանագիտական բանափորձ, ասում դուք մասնավորապես հայկական հարցում, հայերը շփվելու ժամանակ, դուք միշտ ասել եք, որ բանը Ռուսաստանը, ասում, լքեց Հայաստանին, դավաճանեց Հայաստանին։ Հիմա սա չի հանգստացել, չի արմատվում այս լրագրողը։ Республика Арцах. Я бы хотел вас спросить, а в чем, ну, когда начался конфликт с Азербайджаном, то есть не один из многих, а вот именно... Եվ ասում որ բանը, եւ սկսեց կոնֆլիկտը Հայաստանի հետ։ Последний, когда Азербайджан смог забрать себе эту территорию. А в чем конкретно ваша претензия к России в данном случае, учитывая, что она... Эту территорию никогда и не признавала за Арменией, и, получается, не должна была за нее вписываться даже с учетом... Учетом всяких договоров, а учитывая, ну, отношение Армении сейчас к нам, ну, это вполне было логично, как мне кажется. Ինչն էր ասում, որտեղ պետք է Ռուսաստանը ինչու պետք է պաշտպաներ, եւ ասում հիմիկվա պահվածքը նայելով, հիմիկվա պահվածքը, դուրս ասում լոգիկայի մեջ է, որ պիտի այն ժամանակ չպաշտպաներ։ Դասի ինչ ասում։ Ասում հիմիկվա պահվածքը նայելով, լրիվ լոգիկայի մեջ է, ուսա լրագրող է։ Չգիտեմ, լրագրողը կարող չի, բայց լոգիկան լսեք։ Հիմիկվա պահվածքը լրացնելն ասում, ոչ թե ասում այսօրվա պահվածքն է հետևանքն է, չի ասում հիմիկվա պահվածքը նայելով, շատ լոգիկայի մեջ է, որ այն ժամանակ պետք է չպաշտպանել։ Հիմա տեսնենք ինչ է պատասխանում։ Ну давайте прям по пунктам пойдем. Да, я же был начальником отдела Армении в МИДе. Ասում գնանք հերթով, ասում ես արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի բաժնի ղեկավարն եմ։ При мне, я должен сказать, с Арменией было подписано более 100 соглашений. Իմ ժամանակով ասում Հայաստանի հետ եղել է 100 համաձայնագիր։ Некоторые из них я вам и сейчас не буду называть. Но я могу сказать просто, что уровень сотрудничества военного был такой, которого с Беларусью не было даже. Ասում ռազմական համագործակցության մակարդակը այն աստիճանի բարձր է, որ նույնիսկ այսօր մենք Բելարուսիայի հետ այդ համագործակցության մակարդակը չունենք։ У нас стояла там военная база.
Ну, Զինվորական բազա слава ունեին։ богу, пока еще есть, пока. Փակասը ասում եմ միջև հիմա ասում եմ դեռ կա այդ Мы բազա։ охраняли границу между Арменией и Турцией. Мы, Մենք պահում ենք սահմանները, ասում ենք։ ФСБ России охранял. ՖՍԲ, ռուսական KGB, По их просьбе. Они հայերի все это խնդրանքով։ оплачивали. Հայերը այդ ամեն ինչի համար վճարում էին։ Հայաստանը վճարել։ Հայաստանը, նայ։ Армения, да? У нас, помню, не было денег на оплату офицерам нашим. Платили. Ասում ենք փող չունեին, որ սպաներին վճարեին, ասում եմ։ Իրանք էին վճարում։ Вы знаете еще другую страну, где разрешалось по договору гражданам Армении приносить присягу Российской Федерации, служить Ասում դու գիտեք, ասում եմ, ուրիշ այլ երկիր, որտեղի քաղաքացի Ռուսաստանի ծառայելու համար երթում տա։ Հայաստանում դա եղել է։ Այո, Հայաստանում մարդիկ գնում են ռուսական բազա զինվորական որպես ծառայելու։ Հայաստանի քաղաքացիները։ Ու Ռուսաստանին ծառայելու հավատարմության բան էին տալի, երթում էին տալի։ в наших частях. Было. Все это мы делали. У нас была Ասում եմ եղել է, նույն զարմացած է չի։ единая система ПВО. Մենք ասում ենք ագահութային պաշտպանության միացյալ համակարգ ունեին։ Это очень важно. Դու շատ կարևոր Учитывая ասում южное եմ։ направление. Ну, то есть, Հարավային բան ուղղության համար դա շատ կարևոր ասում եմ։ Ոպա համատեղ уровень կարևոր է։ сотрудничества был классный. Когда пришел Пашинян, у нас тут начали орать, что он там птенец Сороса там и прочее. Я могу сказать так, что Ասում եմ, երբ որ Նիկոլն եկավ, բոլորս ասեցին բանը, գորգրալ իբրնա բանը, Սորոսի ճուտա։ за все время, это же 18-й год уже был, да, ну Крым уже был. Они в ООН ни разу даже не воздержались, они за нас были все время. Ասում եմ, ոչ 18-ը արդեն գնի մի հարցը կա, ասում եմ, այս Սորոսական իրենց ասած ճակերտալ կառավարությունը բոլոր բանը ՄԱԿ-ի բանի ժամանակ քվեարկել է Ռուսաստանի օգտին։ Նույնիսկ չէ ոչ թե ձեռնպա չեն քվեարկել, այլ քվեարկել է միշտ Ռուսաստանի օգտին։ Եվ որ իմ ասում են Նիկոլին բերեց բանը, Արևմուտքը բերեց, Ղազախստանը բերեց, չգիտեմ Չինգիզխանը բերեց, բան դες կան, չէ՞, դա միջև այդպես խոսացողներ, ասում եմ։ Դրանք նույնիսկ ձեռնպա չէին քվեարկում։ Մեր օգտին էին քվեարկում։ А некоторые другие страны СНГ против нас голосовали. Իսկ ասում եմ հապկի մնացած երկրները ասում են մեր դեմ էին նույնիսկ քվեարկում։ Հայաստանը կողմ։ Понимаешь, против. Эти нет. Эти всегда. Их приглашали в НАТО несколько раз. Они говорят, наш гарант это Российская Федерация. До свидания. Ասում եմ, սրանք չէ, հայր էլի, сրանք չէ ասում եմ։ Հայերին մի քանի անգամ կանչել են ՆԱՏՕ, ասեն չէ, մեր գարանտիան դա Ռուսաստանն է, վերջ։ У нас с ними два договора. Один о взаимной помощи 97-го года. Ասում ենք երկու պայմանագիր ունենք, առաջինը ասում եմ 97 բանից փոխադարձ օգնության 97 թվից։ Когда, казалось бы, там все, в общем, это, да? Եվ բոլորին թվում էր, որ ամեն ինչ վերջացած է, սովետը չկա, այլ բան հարաբերություններ չկա։ То есть мы обязаны прийти им на помощь, и они нам тоже. И у нас еще многосторонний договор есть, да? Договор коллективной безопасности. Ասում եմ, կա մի հատ փոխադարձ, մի հատ կա կոլեկտիվ, որ մի բան լինում է, երկուսս գնում ենք իրար օգնության։ Կոլեկտիվ համաձայն։ Азербайджан туда не входит. И не Եվ Ադրբեջանը ասում է, չկա ու չի էլ ուզում լինի։ хочет входить. Они не хотят. Ну и Нагорный Карабах Россия не признала. Идем дальше, да? То есть идем Ասում եմ, բայց Արցախը Ռուսաստանը չի ճանաչել, ասում եմ, ոչ, գնում ենք առաջ։ с Нагорным Карабахом. Азербайджан, Ասում եմ, գնում ենք հարցանք Արցախ։ Армения и мы были членами, мы причем как бы лидерами так называемой Минской группы, которая Ասում մենք բանի Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, ասում մենք այդ Միսկի խմբում вела ենք։ переговоры, и смысл был такой, только мирным путем, да? Եվ բանակցությունները ասում եմ, ասենց է, մենակ խաղաղ ճանապարհով պետք է հարցը լուծվի։ Переговоры шли, там были разные варианты урегулирования. И на Տարբեր վարիանտներ կար, ասում եմ, տարբերակներ կար, կարգավորում։ Армению должен в Карабахе напал не Азербайджан, Израиль, Турция, Азербайджан. Ասում եմ, Արցախի վրա, Հայաստանի վրա, Ադրբեջանը չի հարձակվել, հարձակվել է Թուրքիան, հարձակվել է Իսրայելն ու Ադրբեջանը։ И тогда еще, понимаете, вот та война 20-го года показала нам вообще-то, что нас ждет. И Եվ ասում եմ 20 թվականի պատերազմը մեզ ցույց տվեց մեզ ինչ է սպասվում։ беспилотники эти все, правильно? Но мы, к Այս բաներ ասում եմ, ցույց տվեց, ասեմ պատերազմը ոնց է լինելու։ Մենք ասում ենք ինչպես միշտ դասեր չենք сожалению, կարող։ выводов не сделали. Смотрите, после этого, да, хорошо, как вы говорите, Карабах остался там, там армяне живут, и всегда жили. А Ասում եմ լավ, ասում եմ, հասկացանք։ Եղավ պատերազմը, իրանք վերցրեցին, բայց հայերն են ապրում, ու միշտ են այնտեղ ապրել։ все остальное отдали. Но они их оттуда выдавили.
Ասում են ինքն միշտ ապրել են, բայց ասում են իրենց հայրենիք ընդեղից էլ հանեցին։ А между прочим, мы гарантировали Карабах своими миротворцами. Ну, после Իմիջիայլոց մենք ենք ասում են երաշխավորն եղել իրանց ներկայությունը մեր խաղապահներով։ 2020 года они вышибли нас оттуда. Получается, Ասում են ադրբեջանցիները ասում մեզ էլ վտալեցին։ мы дали гарантию местному населению, что мы, Ասում են պաստոր մենք երաշխիք ենք տվել տեղական բնակչությանը։ да, и нас оттуда выставили просто. Ասում մեզ էլ հետները շպրտեցին դուրս ադրբեջանցիները։ Ну, эти Они гарантии- после этого, смотрите, что сделали. Они попросили нас, ОДКБ, поставить наблюдателей на границе Армении. Հետո ասում է Հայաստանը խնդրեց որ հապկից մենք բաներ դիտորդներ դնենք բանին սահմանի վրա։ Самой с Азербайджаном наблюдатели. Հայաստան Ադրբեջան սահմանին Հայաստան Ադրբեջան ասում Потому что դիտորդներ были попытки захвата приграничных сел самой Армении. Мы отказались. որովհետև ասում է բաներ գրողներ լինեն ասում է մենք մերժեցինք И после этого они просили Евросоюз. Евросоюз не отказал. եւ դրանից հետո ասում դիմեցին Եվրոմիությանը չմերժեց Он миссию сразу отправил туда. Немецких полицейских, вооруженных. Мы почему отказали? Потому что ասում մենք ինչի մերժեցինք ասում է գերմանացիները չմերժեցին եվրոպացիները չմերժեցին մենք ինչի մերժեցինք понимаете, вот люди это как воспринимают? Армения союзник по договору, Азербайджан нет и не хочет. Его право. А почему отношения одинаковые к этим странам тогда? ասում է հիմա sense հարց եմ տալի ասում է Հայաստանը դաշնակից է Ադրբեջանը չէ ու չէ ուզում ինչի ասում է բանը հարաբերությունները նույն ձև ասում է ո՞նց կարող է այդ հարաբերությունները նույն ձև լինել Зачем тогда быть нашим союзником? Объясните. ասում է դեպքում մեր հետ ինչի լինել մեր դաշնակիցը բացատրի ինձ Если это как бы, ну, ничего не дает. Ну, а եթե ասում է դա ոչ մի բան չի տալի մեր дашնակիցը ինչի ընդհանրապես почему լինել Россия тогда изначально не признавала Карабах? Наверное, Վերջի հարցերն ասում է դեպքում Հայաստան Ռուսաստանը ինչի չճանաչեց բանը Արցախը դա արդեն էական չի սա իրական պատմությունն է ես նույնիսկ եմ ասում ես այս ընկերոջից երբևէ բան fake սխալ կոմենտարի անունա թրել հիմա ասեմ պարասնա թե չէ պարասնա չի ինչ որ է ով հիշում է თუ գնի սա իրական պատմությունն է ասում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հայաստանի բաժնի պետ ով Հայաստանի ասում է ասիկե լավագույնը գիտի մեր իրավիճակը հարաբերությունների ընթացքը լավագույնը ինքը ինչ կա այդել ասում ուղիղ բայց Հայաստանում մարդիկ կան որս ընկերություններ են մերժում այս ընկերություններն են սխալ հանում ասում են չէ այդպես չի այդքանելը դες չի այդքանելը դες չի չէ դուք լավն եք դուք ամեն ինչ արել եք մենք ենք ուրացել Ռոբերտ Քոչարյանն ասում է ինչ է կարծում կարելի է Ռուսաստանի հետ ձև այտենց խոսել ասում է հիմա այս հարցը տալիս մենք իրանց չենք օգնում ինչի լինել մեր դաշնակիցը Ռոբերտ Քոչարյանը համաձայն չի իր հետ ասում է Ռուսաստանի հետ կարելի է այտենց խոսել Էնել էս այն դեպքում էս ճորտով ավոր Ռուսաստանի հետ ընդհանրապես բան խոսա Սովոր շան նման վազում կանգնում է կողքը Ինչ եմ ասում սովորշան նման էս երևի տեսած ասես չի լեմես փոքր է հիշում եմ գյուղում մարտիկային շները շատ դաժան էին վարվում իրանց սեփական շները հա խփեին բանանային հա գորային ինչ անեն բայց հենց դեռ են գնում այս շները վազում են կանում են կողքը սկսում են հետները քայլել բան ասում են ոնց հնարավոր է այսքան բադ վերաբերվես կենտան էլի գալի ոտեի տա հատածում դա համար եմ ասում դիկորս տեսել եք ինչ մի բան խոսա ընդհանրապես խոսա Աշխարհը մերժեց այս ճիվաղը ամբողջ իր սեփական խորհրդարանի դիմության ասես դուք Ռուսաստանի 5-րդ շարասունն եք ու վազես կանգնես նրա ու մեղադրում է իր երկրում լրտեսություն անելու համար հիմա գնանք հետքերով ինչ տվեց սա հարցեմ տալու Ինչ տվեց սա, որ միջև հիմա Հայաստանում մարդ կա, որ մտածում է, որ մեզ սա բան է տալու։ Երեկվա բանի շքերթի ժամանակ է եղել։ Սովետական միության դրոշը վրան գրած է իմ ելոց նայեք 150 երկիր։ Սրանք պլանավորել էին, որ պետք է այդ սովետական միությունը
152, սա ինտերնացիոնալի գաղափարը, հեսա հասնելու ենք այդտեղ։ Ոչ թե պետք է 15 պետություն լիներ Սովետի կազմում, ասենք Ռուսաստանի կազմում, այլ 150, մինչև 150։ Իրանց նպատակը գրածը դրոշի վրա, սա ես չեմ ֆոտոմոնտաժարել։ Իրանք այս ամբողջ դրոշը բանով, ուղղաթիռով հանել են վերև ու հիշացնում են, որ Սովետն է, սա Սովետը։ Ինչ ազատ անկախ երկիր, Սովետ, վրան էր 150 գրած, 152 ստրana։ Որ այսքան պետք է իրանց բանում լինի, մոտ լինի։ Մեզ հարց եմ տալի, ինչ տվեց այդ դրոշ-մրոշ պայել Արցախում։ Բացի աշխարհի կողմից չհասկացվելուց, ինչ տվեց, ինչ։ Իհարկե ոչ մի бан չէր կարող անել, նա տեսել է։ 1939 года Красная армия вместе с фашистской Германией, сговорившись, захватили Польшу, а затем всю Прибалтику. Սա արխիվային նյութ էր ասում է։ Արխիվային նյութ է, որ 39 թվականի աշնանը կարմիր բանակը ֆաշիստների հետ գրավեց Լեհաստանը։ Празднуя раздел Польши, коммунисты и фашисты устроили совместный военный парад. Կոմունիստներն ու ֆաշիստները համատեղ զինվորական պարադներ են։ Պրիբալտիկան գրավեցին, Լեհաստանը գրավեցին, ինձ պապերի թեմային անդրադառնալու եմ, էլի։ Ուզում հերթով գա, որ հասկանանք այս ամիջը որտեղից է գալու։ Дружба большевиков с фашистами становилась все крепче. Ասում բոլշևիկների ու ֆաշիստների ընկերությունը ասում ավելի ամուր էր դառնում։ Ֆաշիստները ում շունն էին, որ կային բոլշևիկներ։ Ում ֆաշիզմը ծնվել է բոլշևիզմից։ Ֆաշիստների բոլոր տրեյնինգները անցել են Ռուսաստանում։ Ընկերներ ջան, բայց նստել են։ Բերլինում ինչու՞ ասում է բոլոր կոմունիստների ինտերնացիոնալ։ Մոլոտովը Ռիբենտրոպի հետ պայմանավորում են Եվրոպան կիսելու, բայց չգիտես ինչի վերջում դատում են Ռիբենտրոպին, ոչ թե Մոլոտովին նաև։ У большевиков и фашистов много общего. Есть общие интересы. Բոլշևիկների եւ ֆաշիստների մեջ շատ բան կա, շատ ընդհանուր բաներ կա։ Լրիվ ըմբռնում է փոխադարձ։ Гитлер и Молотов договорились. Германия отдает большевикам часть суверенной Литвы. Պայմանավորվեցին, ասում է, Գերմանիան տալիս է սուվերեն Լիտվայի մի մասը։ Обмен на золото и поставки товаров. Ոսկու եւ տարբեր ապրանքների դիմաց փոխանակելու համար։ Միջև պատերազմ հունիսի 22-ի օրը Սովետական միությունը ապրանքներ էր մատակարարում, ապրանքներ Գերմանիային հունիսի 22-ի օրը պատերազմը սկսել է, բայց դեռ սովետական գնացքները գնում էին, ապրանք էին տանում, զինվորական ռազմամթերքից սկսած, մետաղ, վառելանյութ, քսուկներ տանում էին, պատերազմը սկսել է, բայց գնացքները դեպի ո՞ն էին գնում, Գերմանիա էին գնում։ Ու դրա դիմաց Լիտվայի մի մասն է տվել։ Только за последние 5 месяцев до начала войны большевики поставили фашистам 1,5 миллиона тонн зерна. Միջև սկսել ասում 5 ամսվա մեջ 1.5 միլիոն տոննա մենակ ծովեն են տալի։ Миллион тонн леса. Մի տոննա փայտ, 101 тысячу тонн хлопка. 1001 տոննա բամբակ, 865 тысяч тонн нефти. 860 տոննա նավթ։ А еще были никель, хром, марганец, Նիկել, խրոմ, բոլոր մետաղները ինչ որ կա, ամբողջ Մենդելեևը Ռուսաստանում չէ։ медь и свинец. Неплохо снабдили большевики гитлеровскую армию для... Ամբողջը իրանք էին սնում, զինում, գերմանական, ասում եմ, այդ ժամանակ Գերմանիան ոչնչացում էր Լեհաստանը, Չեխոսլովակիան, Ֆրանսիան, Ավստրիան, ընդեղ էլ որ երկիրներ, Ռամբակոսում էր բանը, Լոնդոնը, Բրիտանիան։ Нападение на нашу страну. Почти 6 миллионов попали в плен. 6 միլիոն պլեն գերի անգել, լավ, հելեսի թողում է։
այս պատմական ակնարկները շատ չեմ ուզում գնալ առաջ։ Հիմա ուզում ամենասկզբից սկսել։ Ինչա պետք անել Նիկոլին դատելու համար։ Մենք սա վերջանալու ենք։ Ես այսօր որ մտքով նայում էի այս Նյուրնբերգյան դատավարությունը բան ու մտքով գնացի ինչ արեց Նյուրնբերգյան դատարանը։ Ով կա ում բռնել էին դատեցին, չէ՞։ Ում բռնել էին, դատեցին, մի մասին գնդակահարություն, մի մասին 15, երկու էլ ազատեցին։ Կարծեմ երկու։ Բա ինչ արեցին մնացածին որ չեն բռնել։ Ինչ եղավ դրանց հետ։ Կար ցուցակ ռազմական հանցագործների, բայց դրանց չէին բռնել։ Եվ հերակա դատավարման պրակտիկա չկար, գոյություն չուներ, բայց կար այդ ցուցակը։ Ինչ արեցին հետագայում հրեաները վերցեցին այդ ցուցակը, Արտենյակ պետությունն էին 45 թվականից, ուսեցին այդ ցուցակով իրականացնել այն, ինչ որ հայերը մենք իրականացեցինք ըստ բրիտանական դատարանի եւ թուրքական դատարանի որոշման։ Ստամբուլում դատավարություն եղավ, չէ՞։ 18 թվականին, հա, Բրիտանիան պարտադրեց Ստամբուլի դատարանին բոլոր ցեղասպանության կազմակերպիչ բոլորին ձերբակալել եւ մահվան դատապարտել։ Այնտեղ հետո ինչ եղավ, կեսը փախավ, ինչ որ է, բայց ստեղծվեց Նեմեսիս, որ իրականացրեց այդ դատարանի որոշումը։ Տեսեք, հայկական պրակտիկան Նեմեսիսի։ Նեմեսիսն էս չի եղել, որ հավաքվել են ասել են, չգնանք սպանենք, չէ։ Հայերը ընդամենը իրականացրել են թուրքական դատարանի որոշումը։ Իհարկե իրանք իրենց ձեռով չեն որոշել, պարտված կողմ էին Բրիտանիան, որ մենք մոտ չեն սիրում, Բրիտանիան։ Հենց այդ մեջ չսիրած Բրիտանիան, որպես պարտված կողմ թուրքերին պարտադրեց իրենց ռազմական հանցագործների նկատմամբ որոշում կայացնել գնդակահարման։ Եվ դա իրականացրեցին հայերը։ Ասեցին մենք ոչ մեկին չենք սպանում, մենք իրականացնում ենք թուրքական դատարանի որոշումը։ Հիմա գալիս ենք Նյուրնբերգյան դատարան։ Նյուրնբերգյան դատարանում ում բռնել էին։ Այդ էր կարգը։ Որոշում ընդունեց, բայց նա մարդիկ կան, որ չէին բռնել։ Բայց ցուցակը կար։ Եվ ինչ արեց հետագայում արդեն Մոսադը 48 թվականից հետո վերցրեց այդ ցուցակը արդեն իր երկրի դատարանով, այն ինչ որ չէր կարողացել անել Նյուրնբերգյան դատարանը, որպես շարունակություն ռազմական հանցագործությունների հերավար կայացնում էր որոշում, արդեն ինքը որպես սուվերեն երկիր իրեն վերապահեց այդ իրավունքը։ Կայացրեց այս մարդկանց նկատմամբ որոշում ու սկսեց իրականացնել ամբողջ աշխարհով մեկ։ Միջև վերջի մարդը որ եղել այդ ցուցակում, իրան գտե սմանել են։ Գտե վերացել են կամ բերել դատել են, իրան գտել են համարյա, որ 2 հոգու կարծեմ ընդհանրապես չեն գտել։ Էլը չգիտեն այդ Մյուլլերը չեն գտել։ Իրանք վստահ չէին, որ դա սպանվել է։ Իրանց համոզիչ չէր թվում այդ բացկացը։ Ինքը միջև վերջին մնաց այդ ցուցակի վրա կարծեմ, որպես որոնվող։ Ամեն դեպքում ինչ արեցին հրեաները, վերցրեցին այդ ցուցակը, սկսեցին իրականացնել։ Հիմա գալիս ենք մեր ճիվարին։ Ինչա պետք հիմա անել։ Առաջարկը սա բոլոր իրավաբաններին, այդ ոլորտի մարդկանց։ Ստեղծել կոլեգիա, հանձնաժողով, վերցնել քննել Փաշինյան Նիկոլի հանցագործությունները, խնդրեմ Հարություն Բաղդասարյանի դիմում ենք, Հարություն Բաղդասարյանը արդեն դրանով դիմել է 4 անգամ դատարան, մենք հասել ենք միջև քան տարի, 3 տարի առաջ էր արդեն, 3 տարի անցել է։ Միջև միջազգային դատարան ենք հասել, ՄԱԿ-ի դատարան ենք հասել մենք։ Այդ բաները կա։ Դրանից հետո մի քելի ավելացել է իհարկե, հոդվածներ ավելացել Փաշինյան Նիկոլի վրա, բայց այդ 4-ներ սահմանադրության երկրի սահմանադրության խախտում դավաճանական գործողություններ, մի խոսքով 4-ներ իրան հետքա, որ ինքը ցամաք գնա։ Ինչա պետք անել։ Հավաքվել, կազմել խորհուրդ, վերցնել մեղադրանքները ու հերակա սրան դատապարտել ըստ այդ հոդվածների։ Հիմա ես գիտեմ, ծիծաղալու ենք ասեմ, դա բան չի, ուժ չունի այդ դատարանի որոշումը, ես գիտեմ ուժ չունի, բայց կարևոր է ինֆորմացիայի առումով, որ Հայաստանում իրավաբանները ասում են, Հայաստանում բան չկա, օրենք չկա, դատարանները կոռումպացված են,
դատավորին կոռումպացված ասելու համար մարդին լրագրողին գիշերով պայման են ենթարկում, պահում են ծեծելով, հա մարդու վրա հոդված են սարքում ԱԱՑ-ն, որ ասել է վարչապետ, ով ստորագրի թող ձեռքերը կտվի, ով դավաճանի երկիրը, հա։ Պարզ է, չէ՞ որ իրավական համակարգ չկա, դատարան չկա, սա փաստեր է։ Հիմա մի 4-5 հոգանոց կամ 3 հոգանոց, չգիտեմ քանի հոգի կհավաքվեն, առնվազն ես մի 4-5 հոգու գիտեմ, որ սիրով դա կանեն, ես իդեան տալիս եմ եւ ավելին ես հետամուտ եմ լինելու նաեւ որ դա անպայման իրականանա։ Հա մենք վստահ եղեք մի բան կամ։ Մանավանդ, որ մենք դրա փորձ ունենք։ Մենք դրա փորձ ունենք արդեն։ Սերժիկ Սարգսյան հիշում ես դու։ Հիշում ես որ են կախկանձում էր, ասում էր, տարոն, սիրուն չի։ Հիշում ես ինչի ասեցիր։ Որովհետև նույն պրակտիկան եղավ հենց այդ ժամանակ։ Հեսա թիվն էլ ասեմ 2012 թիվ ապրիլ 2012 թիվ ապրիլ։ Մաշտոցի պուլակում բոլորը ով եղել է շարժման, լավ կհիշեն, Մաշտոցի պուլակը էլի զաբթվել էր, տալոնը, որոշել էր դե բուտիկներ սարքել, հա։ Եվ կային, այն ժամանակ մենք ունենք բան քաղաքացիական հասարակություն կար այն ժամանակ, հա։ Ավելի ճիշտ sense ասեմ։ Ինքն էլ նոր առաջանում, նոր, բայց կար, ռեսուրսը կար։ Այդ քաղաքացիական հասարակությունը ստեղծեց հանրային դատարան ու հերակակարգով բանալեց, հայտարարեց, որ այս որոշումները ապօրինի է եւ այդ դատարանը հրահանգեց իրեն վստահողներին, ոնց որ այդ բանը ապա մոնտաժը այդ տաղավարները, տղեկներ, ասեմ, Խզմայլյան Տիգրաններ էր նույնիսկ ընդ գնացեք հարցրեք, ես հիշեցի սաղավարտներով դերին։ Սեսին ապա մոնտաժը։ Իրանք իրականացնում էին հանրային դատարանի որոշումը։ Հիմա պարզ է, չէ՞ որ դրանից հետո Սերժիկն եկավ ընտրություններից առաջ, հասկացա, որ էսի մեծ խնդիր է այլ։ Խորհրդարանական ընտրություններ լինելու մայիսի 1-ին էր երբ էր, մոտա մայիսի սկիզբն էր, որտեղ ես արդեն հաջորդ օրը Պետրոսի մոտ հյուր էի։ Սերժիկն եկավ, հասկացա, որ տակից փախնում է, ոնց որ թվեները, ասես տարոնջը, սիրուն չի, ապա մոնտաժ։ Հիմա նախադեպ ունենք, հարգելի իրավաբաններ, հավաքում եք, հիմնավորում եք, որ սա հանցագործ է, այդ եղած 4 հոդվածներին, որ մենք ունենք արդեն, հադությունների Բաղդասարյան, մենք ունենք լիքը նաև դիմումներ նոր, դատարան, դատախազություն, այս նոր արդեն բաների դեպքերի հետ կապված, սրանց հայտարարությունների ցեղասպանություն ուրացող Արադ Միրզոյանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այս ոսկեպար բաղանից գյուղերը հանձնելու հետ կապված մի խոսքով այնտեղ ունես մի հատ փաթեթ կա, բան sense ծաղկեփունջ, տեսնում եք, ասես ծաղկեփունջ կա։ Այսինքն նա հանցագործությունների, այսինքն ես սիրում եմ մի ամբողջ քունջ կա այնտեղ, որ այսօր կարելի է վերցնել, ինչ անենք, որ օրինական ուժ չունի դա, բոլորովին ոչ մի չի նշանակում, սա հետաքրքրված կենտրոնների համար է, որ գիտեք ինչ, պարոնայք, էական չի մենք դատարան մենք չունենք, բայց ինքը մեր հայկական օրենսգրքի համաձայն ինքը հանցագործ է։ Ինքը հանցագործ է, մենք իրան կդատենք, հիմա ապագա, հիմա հերակա, որոշում ենք, ցույց ենք տալի ինչ հոդվածներով է ինքը մեղավոր, օրը կգա, կունենանք դատարան, ինքը դատարանը արդեն կիրականացնի այսօրվա որոշումները։ Հիմա չգիտեմ, կարող է Նեմեսիսը ավելի շուտ իրականացնի, ես չգիտեմ։ Ինչ արեց Նեմեսիսը։ Նեմեսիսը ասես, ինչ անենք, Հայաստանը պետություն չունի, թուրքական պետությունն էլ որոշումը կայացրեց ու դրանց կարողացան փախցնեն բանտերից, բայց դե որոշումը կա, չէ։ Դրանք օրենքի առաջ հանցագործը եւ արդեն որոշումը կա, վերցրեց ու իրականացրեց այդ որոշումը։ Հիմա ես չգիտեմ, հայկական իրականության մեջ կլինի այդ որոշումը միջև նոր կառավարությունն իրականացնող թե ոչ, բայց հերակակարգով բոլոր հիմքերը կան, մի քանի իրավաբանների բանով, ուժերով, հիմնավորված, այո, fake դատավարությունով, թող գնան մարդիկ հավաքվեն, թող կողքից է ծիծաղեն, ասեն, արա դուք ով եք, դուք բան չեք, լիցենզիա չունեք դատավորի, դուք չեք կարող որոշում իրականացնել, ոստիկանությունը ձեր որոշումները պարտավոր չի իրականացնել, հա, դուք դատավոր չեք, լիցենզիա չունեք եւ այլն եւ այլն, ոչինչ մեկ էլ գիտեք ամեն ինչ, բայց օրենքը դրանից եւ իրականությունը չի փոխվում, չէ։
Իսկ դա վերաբերում ոչ միայն Փաշինյան Նիկոլի, իրեն բոլոր սպասարկող հանցագործներին կարա վերաբերել։ Եվ այսպես, պարոնայք երթվյալ ատենակալներ, սկսում ենք process, ես առաջարկում եմ սկսել process, Նիկոլ Փաշինյանի եւ կից հանցագործներին հերակակարգով ըստ գործող օրենսդրության, ոչ թե հորինում ենք ինչ-որ բան, չէ, մենք օրենք չենք խախտում, հակառակ մեռնեմ օրենքին, մենք մեր օրենսգրքին, օրենքներին հավատարիմ մարդ ենք, բայց ով խախտել է սահմանադրությունն ու օրենքները, դա պիտի պատասխան տա, չէ, անպայման։ Թող իրանք ասեն, չէ, մենք պատասխան չենք տալու, կարան ասեն։ Այն ինչ որ անում են հիմա բանում իրականության մեջ, չէ՞, բայց սա գիտեք ինչ է նշանակում նաև բավոր, բավոր հանկարծ։ Սա շատ կարևոր է։ Եվ ամեն դեպքում հասարակությունը կտեսնի, որ սրանք հանցագործ են, հեսա, այն դատարաններ ըստ հայկական օրենսգրքի ապացուցեց, որ սրանք հանցագործ են։ Ու արժանեն էս պատիժների։ Ես գիտեմ, որ Հայաստանում բան չկա մահապատիժ, բայց դեռ ինչ-որ մաքսիմալ կա, չէ։ Մանավանդ մենք թմա բաներիներ կարծեմ ունենք, ամեն դեպքում միջև մա թմա դատապարտյալներ կա։ Եվ ասպես, սա ինֆորմացիա մտածելու համար։ Իսկ հիմա խոսքով կարող է շատ հետաքրքիր բան դուրս գա։ Ես հիմա ասում եմ հաջորդ կարևոր թեմային, գիտեք, այս տեսանյութը։ Берлин, Триптовер парк. Зеленский будет гореть в огне! Слава Путину! Слава России! Սա ավաննա, Բերլինն է իմ ջերոց։ Այս տոնակատարությունը Ты что, блин, меня, или кто ты? Кто ты такой? Понятно, мать сказала. Ждут, когда мы на там. Ասում եմ, հրինյանք սպասում են տանկերով հələ պետք է հասնեն Բերլին։ Սա ռուսներն են Բերլինում։ Когда будет контент новый русофобский? Пока. Ты со мной даже не поздоровалась. Մի խոսքով, այս ամբողջը չեմ ուզում ձեզ տամ։ Այս բաները պարադամանյան, ոնց ասեմ, այս անառողջ վիճակը ինչ չի զարմացնում։ Եթե մի տեղ, մի երկրում, մի մեդիայում այսքան պրոպագանդա է գնում, բնականաբար սա տակ մնացող մարդիկ են լինելու ու շատ, որ ասկեն ուղիղ ենքան ինչքան նայում են, պրոպագանդան ահավոր բան է, դա ինչքան նայես, այնքան դու դրա մեջ ես, ասկետ մի անգամ նայում ես, չես նկատում, երկրորդ անգամ նայում ես, սկսում ես լսել, երրորդ անգամ սկսում ես կրկնել, պրոպագանդան դա է, այս մայիսինի հետ կապված, որպես ֆաշիզմին հաղթած օր, ես ուզում եմ մի քանի շատ կարևոր զաբանումներ անեմ նաև։ Ֆաշիզմը չի հաղթվել եւ մանավանդ ֆաշիստին հաղթողը չէր կարող լինել Ռուսաստանը, որտեղ ֆաշիզմի հիմնադիրն էր Ռուսաստանը։ Այսինքն Ռուսաստանը դա սովետական միությունն է, դա կրվող բանակը դա սովետական բանակ չէ, սովետական բանակից են հարցեր տալի։ Ժողովուրդը նախ ասեմ, ֆաշիզմ, այդ գերմանացիների դեմ կրվողը, դա կարմիր բանակն էր։ Այդ նույն կարմիր բանակն էր, որ օկուպացրել է մեր երկիրը, սպանել է մեր պապերին։ Ես հասկանում եմ, որ մեր բոլորի պապերը իմիջիայլոց Հայաստանից գնացել է մոտավորապես 30%-ը, Հայաստանի բնակչության 30%-ը մասնակցել է պատերազմին, գիտեիք դուք սա։ Հայաստանը տոկոսային հարաբերությամբ ամենաշատն է տվել այդ պատերազմին, բայց դա չի նշանակում, որ պատերազմը դա մեր անձնական մեր պատերազմ էր։ Այդ տարածքի բնակիչները զորացրվել են բանակ ու միանգամից պատերազմ։ Մի անգամից, այդպես ոչ մեկ ոչ հարցերը, ուզում ես թե չես ուզում, ոչ դեղել է գաղափարական նվիրում, հեսա գնում եմ Ստալինին պաշտպանեմ, չէ։
գնացել են ուղղակի, որովհետև պարտավոր եղել գնալ, կամ փրկվելու համար, որովհետև 37 թիվից հետո հիշենք ինչ էր կատարվում Հայաստանում, հա, եւ ով կարող էր հանկարծ խուսափել բանակից այն ժամանակ։ Այսինքն գաղափարական դնել ես ամեն ինչի, որ իմ պապը ասել է Բեռլին, մենք այդ ամեն ինչի մասին էլ խոսանք, լավ է եղել որ ասել է Բեռլին, բայց ես չեմ կարծում որ ինքը գիտեր հասավ Բեռլին, միջև այդ ինչ է եղել եւ դրանից հետո ինչ է լինելու։ Ու մի քիչ հիմա խոսանք դրանից առաջ եւ հետո։ Այս մարդիկ, որ հիմա այդպես ոգևորված են Գյորգիևյան լենտով, ես իրանց հարց եմ ուզում տամ, ժողովուրդ ջան, իմ շատ սիրելի հայրենակիցներ, դուք ինչ այդ Գյորգիևյան լենտից տեղակ եք, ինչ է կցնում ձեր դոշին։ Ձեզ մի քիչ ինֆորմացիա տամ, այդ Գյորգիևյան լենտը իրան որպես դրոշ է սարքել գեներալ Վլասովը պատերազմի ժամանակ, որը կրվում էր գերմանացիների կողմից։ Այ հարազատներ ջան, դուք գեներալ Վլասի դրոշը կպցնում եք ձեր դոշին եւ ասում եք մենք ֆաշիզմի դեմ ենք պայքարում։ Իրանք ռուսները իրանք բոլշևիզմի դեմ են այդ դրոշով, այդ բանով պայքարում, այդ եւ բանով այդ ոնց են ասում այդ ռուսական էլ Գեորգիևյան ժապավենով։ Դա գիտեք ինչի հենց դա, որովհետև դա ցարական Ռուսաստանի բարձրագույն պարքևի Գեորգիևյան պարքևի վրայի գույներն էր, ցարական Ռուսաստանի, այսինքն Վլասովը ինքը ցարական Ռուսաստանի անունից կռվում էր, սենց ասենք, բոլշևիզմի դեմ։ Իսկ եթե մի քիչ ավելի խորը գնանք, ընդհանրապես ով էր Գյորգին, Սուրբ Գյորգին ով էր, ասում է Սուրբ Գյորգին, ընդհանրապես Կապադովկիայում է ծնվել այդ մարդը, մահացել է 303 թվին քրիստոնեության համար, ինքը չի ընդունել բանը 5 կրոնը, ասած ասեմ, Գրիգոր Լուսավորիչ պատմությունը մոտավորապես 303 թիվ, տեսեք հələ, ուրեմն քրիստոնեության համար մահացած զորավարը, իրեն ասում են լավ կրվող է, բայց ինքը հավատքի համար է մահացել։ Հետո վերածվում է բանը սրբի ռուսների կողմից, չգիտես ինչի, ոչ ռուս է եղել, ոչ Ռուսաստանից կապ ունեց ընդհանրապես Կապադովկիայում ծնված մեկն է, ազգությամբ հույն, դառել է ռուսների համար սուրբ, բանը Եկատերինա II-ը վերցրել սարքել է այն սուրբ ու բան, պարգևատրել է լավագույն զինվորականներին, գեներալ Վլասովն էլ այդ բանով, այդ գույներով կռվում են բոլշևիկների դեմ։ Մեկ էլ այսօր բոլոր ռուս սիրողները, ասենց ասեմ, ռուսներով ապրողները այս ամեն ինչով ֆաշիզմի դեմ հաղթանակ տարածները, այդ նույն գեներալ Վլասովի բանով դրոշով դուրս են եկել, ասում են մենք կռվում ենք ֆաշիզմի դեմ, մենք հաղթել ենք ֆաշիզմին։ Լրիվ, ոնց ասեմ, չի բռնում իրար, ժողովուրդ ջան, սա չի բռնում։ Սա նոնսենս է։ Նույնիսկ ասում, մեր բոլորի պապերը, մեր բոլորի, անհատական թող ոչ մեկ չմտածի, սա իր պապն էր։ Դրանք որպես տարածքում օկուպացված ժողովուրդ մասնակցել են այդ պատերազմի։ Այո, հայ բանով, հայ նախաձեռնությամբ, հայ ոգով լավագույն ձևով են մասնակցել եւ ամենաշատ զոհն են տվել, ամենաշատ մասնակիցները։ Դա որովհետեւ այդ տարածքում են ապրել։ Հայերը նույն ձևի մասնակցել են օսմանական բանակում, երբ որ օսմանները կռվում են Բալկաններում, Բուլղարիայի դեմ, չգիտեմ, Հունգարիայի դեմ, Ռուսաստանի դեմ, այդ տարածքում են ապրել, զորակոչվել են բանակ, կռվել են բոլորի դեմ, ռուսների դեմ են կռվել, ասում են բուլղարացիների դեմ են կռվել, բոլոր ազգերի դեմ են, արաբների դեմ, Եգիպտոսում, բոլոր տեղ օսմանյան բանակը որ գնում էր, ընդ կային նաև հայեր, որոնք զորակոչված էին բանակ։ Հասկանում եք, մենք պետություն չենք եղել, որ մենք մեր պետականության համար 400,000 զոր տանք։ Հիմա չեմ ասում ճիշտ են արել, գնացել են, չեն կարա չգնային, ո՞ց կարող են հայ ժողովուրդը ո՞ց կարող բանակ չգնալ այդ ժամանակ։ Իրան հլանդ հակառակ, ասում են գնանք, որ հանգած կողքինը բան չկա, ցուսմունք չտա, ասի բանակից փախնում է, չի ուզում բոլշևիզմի համար կռվի Ստալինի փրկի։ Մարդիկ գնացել են։ Մարդիկ ու իրանց ոչ մեկ չի կարող մեղադրի, բայց որ դրանով հապարտանում են ժողովուրդը բացարձակապես հապարտանալու բան ես չեմ տեսնում։ Ինքը կոբանը որպես գաղութ մասնակցել է այս գաղութատերին ծրագրին, գաղութատերներ սպանել է ըստ պահանջի,
ըստ պահանջի, նորից եմ ասում, միայն չեկայի ձեռով պատերազմի ժամանակ 150,000-ից մարդ ավել գնդակահարվել է։ Մենակ չեկայի ձեռով 150,000-ից ավել զինվորական եւ սպա։ Ամերիկյան եւ բրիտանական բանակում երկուսը իրար հետ այդ ամբողջ պատերազմի ժամանակ դատական գործը հարուցել 200 հոգու։ 200 հոգու վրա։ Սրանք գնդակարել է 150,000-ից ավել։ Էլ չեմ ասում ինչքան գերի է ընկել, ինչքան իրաք են սպանել, ինչքան սովից է մահացել։ Դա մի խայտարակ թվեր է, խայտարակ, հասկանում եք։ Ու դա ոչ մի բան չի արտահայտում։ Մեր պապերը որ ստիպված գնացել են, իրանց տարել են կռվի, դա Ստալինի հանցագործությունները չի արտահայտում։ Հիմա գանք այդ հանցագործություններին։ Այդ հանցագործությունը պլանավորված է դեռ 1923 թվականից։ 1923 թվականին այդ ինտերնացիոնալ կոչվածը, որ ստեղծվել է, դրոշներ տեսակ 150 վրան գրած։ Իրանք այն ժամանակ երազում են գոնե 50։ Ու դա մասին երկեր կա, ռուսական երկեր կա։ Գոնե 50 եւ մի քիչ ավել։ Դրա մեջ պետք է մտնել բոլորը, բանը պետք է մտնել, Ֆինլանդիան պետք է մտնել, Լեհաստանը, Պրիբալտիկայի բոլոր երկրները, Շվեդիան, միջև բան Բրիտանիա պետք է իրան գնային։ Միջև Բրիտանիա։ Սա է պլանը։ Դեռ 1923 թվականին։ 1923 թվականի նոյեմբերի մոտավորապես 8-ի 10-ի կողմերն էր, չգիտեմ 8-ին թե 10-ին այդ։ Երբ պետք է լիներ նախատեսված էր արդեն սոված Ռուսաստանը փողերը, սոված 23 թիվ։ Սոված Ռուսաստանը բոլշևիկները փողերը տանում են Գերմանիա, որ հեղափոխություն անեն բոլշևիզմը շարունակվի Գերմանիայում։ Այն դրանից 2 օր առաջ 2 օր առաջ գերմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բարձրացրեց ապստամբություն։ Մեր իմացած Հիտլերն էլ այդ ժամանակ ձերբակալվեց ու 5 տարի նստեց դրանից հետո։ Ու փչացրեց 2 օր հետո նախատեսված արդեն բոլշևիկների բանը պատրաստած այդ ապստամբությունը։ Փաստորեն այն ներված այն բանը ժողովուրդը պատրաստ էր ապստամբության, սոցիալ-դեմոկրատները ընդամենը 2 օր առաջ ընկան, ասեմ, նոյեմբերի 10-ին պլանավորված էր ռուսականը, 8-ին ապստամբեցին սոցիալ-դեմոկրատները, Հիտլերին։ Ինչի են պատրաստ ժողովուրդը, որովհետև Վերսայլյան պայմանագրից հետո, 18 թվականից հետո, այն աստիճան էր վատացել Գերմանիայի վիճակը, գործազրկություն, ինֆլյացիա, սով, ահավոր վիճակ, այսինքն ժողովուրդը այն վիճակում էր, ոնց որ 17 թվականին Ռուսաստանում։ Եվ պատրաստ էր այդ ողջումը։ Բոլշևիկներն էին դա ուզում, ունեն դա արեցին բաները, անհաջող սոցիալ-դեմոկրատները 5 տարի նստեց Հիտլերը դրա համար, այդ ընթացքում գրեց իրան Mein Kampf-ի թղթերն էլ իրան բերում էր Վագների, կոմպոզիտոր Վագների կինն ու հարսը թղթերն էին բերում, որ Հիտլերը գրել իր Mein Kampf-ը։ Այդ ժամանակ էլ որոշվեց ինչ պետք է լինի հետագայում, ինքը որոշել էր, ու գրել էր, տարածել էր դրա մասին։ Ոնց է պատկերացում հրեաների ճակատագիրը, ընդհանրապես Գերմանիան ոնց պետք է լինի եւ այլն եւ այլն։ Ու այդ ծրագիրը գիտեք ով իրականացրեց, ով օգնեց իրականացնելու, դուք արդեն տեսաք։ Սովետական միությունը։ Սովետական միություն Գերմանիային արգելված էր որևէ տանկ, որևէ ինքնաթիռ, որևէ Սուզանա, որևէ բան ունենալ։ Արգելված էր։ Այդ բոլոր կոնտինգենտը սովորեց իրականացնել տանկ շել, ապա բանը ինքնաթիռ վարել, ինքնաթիռից թռնել, բանու պարաշտով օտապարիկով եւ այլն բոլոր տրեյնինգներ անցել են Ռուսաստանում։ Կոնցնագերներ սարքելը սովորել է Ռուսաստանում։ Բոլշևիկներն են սարքել այդ ֆաշիստներին ծնել, որ ֆաշիստների ձեռքով հանդեն Եվրոպան, հետո գրավեն իրան Գերմանիան։ Սա է ժողովուրդ ջան, այսօր ասեմ ֆաշիզմի հիմքը բոլշևիզմն է։ Սա պատմական փաստեր է։ Ստեղ իմ ու ձեր պապերը կապ չունեն։ Իրանք իրանց համար իրանց գործով են զբաղված եղել։ Այն ես ասեմ նույնիսկ երկրի առաջի դեմքից մի քանի մարդ են իմացել սա ինչի համար է, ուր է տանում։ Ի վերջո ոնց կարող է Գերմանիան հարձակվել հունիսի 22-ին բանը սովետական միության վրա, երբ որ Գերմանիան ու սովետական միությունը սահման չեն ունեցել իրար հետ։ Այդ սահմանն եկել կպել է Բրեստում, որովհետև Բրեստը ուկրաինական բանը լեհական տարածք է։ Սովետական միությունը ըստ Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի գրավել էին, կիսել էին։ Ֆինլանդիան էլ պետք է լիներ մանինը սովետինը, բայց 3 անգամ փորձեց գրավել Ֆինլանդիան Ստալինը ու չեղավ։ Հիմա ես հարց եմ տալի, մեր համատեղ պապերից հաստատ ֆինլանդական պատերազմում են մահացել։
Հաստատ, հիմա ինչ անենք, ասենք իրանք լավ բան էին անում։ Հիմա ասենք իրանք լավ բան էին անում։ Հիմա հրամանատարելա գնա, ես չեմ էլ ասի, ինչ ես գնացել, ինքը չէր կարող չգնալ։ Գաղութում ոչ մեկ չի հարցնում, են էլ զինվորին։ Զինվորն էլ չգիտի իրան ուր են տանում, լսում։ Այն բաների նման լսում են այդ վագոնները, քշում են դեռ ասում են գնա, կրակի։ Էս է եղել պատմությունը։ Ինչ ասում են իմ պապը Լեհաստանն ազատագրել։ Լեհաստանը ոչ մի հայ զինվոր, ընդհանրապես ոչ մի ռուսական զինվոր չէր կարող ազատագրել։ Լեհաստանը երկու անգամ ռուսական Կարմիր բանակը, դա սովետի բանակ չէ, ժողովուրդը կոչում էր Կարմիր բանակ։ Լեհաստանը երկու անգամ է գրավել Կարմիր բանակը։ Մի հատ 39 թվականին, մի հատ էլ հետո 44 թվականին։ Ու թե ինչ է իրականացել Կարմիր բանակը Լեհաստանում, դա Կատինի անտառներն են պահում։ Կատինի արխիվներն են պատմում դրա մասին, որ մինչև 85-86 թվականները, մինչև Գորբաչովը հերքում էր սովետական միությունը, որ ցեղասպանությունը ամբողջ լեհական էլիտայի իրակ են իրականացել։ Միշտ հերքել են։ Գորբաչովն է խոստովանել հանել, ասել հա այդ մենք ենք։ Որովհետև ֆաշիստները այդ գերեզմանները որ բանա տեսել են անտառներին, ասել են մեզանից առաջ ես ով ա եղել այստեղ։ Նույնիսկ մենք դրան ունակ չենք եղել այդ ամեն ինչը իրականացնելու։ Ավելի վատ բան ասեմ հիմա։ Ֆաշիզմն հաղթե, ֆաշիզմին ո՞նց կարող են հաղթել։ 45 թվականից հետո ահակի նացիստներ փախնում են Եգիպտոս։ Սա պատմական փաստ է։ Սրա մասին համարյա չի խոսվում։ Ասեք։ Ու սկսում են Եգիպտոսին պատրաստել բանակը։ Արդեն բանը հրեաները իրանց պետությունն էին ուզում ստեղծել։ 48 թվականին երբ որ ստեղծեցին, Եգիպտոսի բանակը, ինստրուկտորները, ամբողջ այդ բան եղել են նույն փախած նացիստները։ Եգիպտոսի բանակը պատրաստել է Իսրայելի դեմ հենց նացիստները։ Դա 56 թվականին հարձակվեցին։ Իսկ 64 թվականին արդեն Խրուշչովը ու բանը Եգիպտոսի նախագահը չէր տալի ոչ մեկին նացիստներին։ Ինքը ընդունում էր բոլորին, բաց։ Այսինքն հրեաների ձեռքը չէր հասնում Եգիպտոս։ Իրանք կարողանում էին բանում Արգենտինայում գտնել, Բրազիլիայում գտնել, Չիլի, բան, բոլոր, բայց Եգիպտոսում իրանք տեղ չունեն, որտեղ Եգիպտոսի նախագահը իրանք սպահում էր։ Այդ Եգիպտոսի նախագահին Խրուշչովը ընդունում է Մոսկվայում Լենինի բանա տալիս, անուններ կասեմ, հիմա ոչ շավարեմ եմ։ Արեկաններ ասեմ էլի։ Կնցեմ Գամալ Աբդել Նասերի 1964 թվականին Խրուշչովը Կրեմլում Լենինի շքանշան է տալիս։ Հիմա 1967 թվականին հաջորդ պատերազմի ժամանակ արդեն ռուսական զենքով, ռուսական ինստրուկտորներով համատեղ նացիստների հետ եգիպտական բանակը էլի հարձակվում է Իսրայելի վրա։ Այս է ձեր համագործակցությունը։ Պատմությունը դաժան բան է։ Ես այս ամեն ինչը չեմ ասում իմ կամ ձեր պապերի դեղացնելու համար։ Բոլորովին։ Սա պատմությունն է։ Ոչ իմ, ոչ ձեր, ոչ մեկի պապը, ինքը որ գնացել է, չի գնացել Մարս սպանելու։ Բայց մենք պետք է ճիշտ գնահատական տանք։ Այդ Գեորգիևյան լենտը, որ կապում եք, հասկանանք, որ այդ լենտով, այդ սիմվոլիկայով գեներալ Վլասովը կոտորում են բոլշևիկներին, իր կարծիքով բոլշևիկներն էլի։ Ասենք Ռուսաստանի բնակչությանը, սովետական միության բնակչությանը, որովհետև դա ցարական Ռուսաստանի սիմվոլն էր։ Իսկ այդ սիմվոլը ընդհանրապես պատերազմի հետ կապ չունի, դա քրիստոնյա մարդ էր 303 թվականին զոհված։ Այսօր մենք ասում բան եք ասում, ասում մենք բան ենք, ֆաշիստ ենք։ Այս էլ սիմվոլիկան է, ապ չունի դրա։ 2002 թվին Պուտինը դա մտցնում է շրջանառության մեջ, որտեղ իր միած սիմվոլիկա էր պետք, ոչ մի բան չուներ։ Բայց ինչի է որոշում քրիստոնեական սիմվոլիկան, որը մուտքա գցել է շրջանառության մեջ, Եկատերինա II, որին մերժել են բոլշևիկները, կռվել են դրա դեմ, հետո ինքը վերականգնում է, չեմ կարող ասեմ։ Ինչի 2002 թվականին դա մտավ դրա մեջ։ Բայց որ մենք մի բան ենք օգտագործում, մի բանի մասին խոսում ենք, դա կլինի մի քիչ ինֆորմացված լինենք։ Սա ուղղակի ես ինֆորմացիա եմ տալիս, մնացածը հիմա ով ուզում է շարունակի նույն տեմպերով, անշուշտ դա իր գործն է,
ես այդտեղ այլ անելիք չունեմ։ Եվ այս ավելի կարևոր բանի մասին եմ խոսում։ Ոչ թե ավելի, այլ կարևոր բանի մասին եմ խոսում։ Ես եմ շատ կողմից Սիլվաս Հասմիկ Պապյանը անդրադարձավ մի թեմային ու խնդրեց մեր երկչուհի Ջուլիանա Գրիգորյանին գոնե մեզ խնայել այս օրը, հա, այս երաթոնի օրը չհրապարակել այս բանի ադրբեջանցու հետ այս ջեն փաթաթված նկարը։ Ով է այս ադրբեջանցին։ Այսպես, Հասմիկ Պապյանը մեզ հիշեցնում է, ես այս պատմությունը հիշում եմ 20 թվականին եմ։ 20 թվականին դեկտեմբերին քո սիրելի խաղընկերը, սա ինչ որ բան է, տենորը այս ադրբեջանցին։ Մշակույթի նախարարի հետ միասին առաջինը երգեց Շուշիում, որպես հայերին հաղթած ժողովրդի արժանավոր զավակ։ Նա Դրեզդենում, նա ուզում եմ հիշեցնել, որ 20 թվականի հունվարին 44 օրյա պատերազմից արդեն հետո երևի, հա, Դրեզդենում հրաժարվեց զուգերգով կատարել հայազգի Ռուզան Մանթաշյանի հետ, իսկ 21 թվականի բանին է եղել արդեն էսի, ոչ թե 20, պատերազմից հետո էր։ Կամ մի խոսքով այդ ընթացքում էր։ Մեր Ռուզան Մանթաշյանի հետ այս ադրբեջանցին հրաժարվում է Դրեզդենում երգելու ու հայտարարում այդ մասին, հա, միայն վերջինիս ազգային պատկանելիության պատճառով, ասում եմ, քանի որ հայ է, ես չեմ երգելու իր հետ, հա։ Իհարկե ասում եմ, գերմանացիները նրան դարձի բերեցին, որովհետև ես հիշում սկանդալ բարձրացավ ու նվաստացեցին նրան իրոք, հա, եւ Ռուզանը վերադարձավ ու միայնակ երգեց այդ հանդիպմանը, հա, ու բանը, ու սա շատ բաց հակահայ իրավաբանով տեսակով հայտարարությունները գործունեությունով երևույթ է։ Ասում եմ, հիմա ուզում եմ հասկանամ, էլի, գոնե դու տեղակ ես, գոնե ասենք այդ օրով սա այս նկարը այդ բանի հետ մեզ խնայիր եւ չտարածեիր։ Հիմա տեսեք, այսօր իհարկե կարդացի տարբեր մեկնաբանություններ, ես էլ անշուշտ տարածեցի։ Սա է ցուցքն է։ Տարբեր վերսիաներ։ Բայց ես ունեմ անշուշտ իմ։ Իհարկե ես չեմ կասկածում, որ Ջուլիաննան, ես չեմ ճանաչում այս աղջկան, բայց տեսնում եմ, որ ստեղա երկում։ Ես չեմ կասկածում, որ ինքը դիտավորյալ է սա արել։ Չեմ մտածում, որ ինքը դիտավորյալ է սա, ասենց ասեմ։ Այդ բացառում եմ իմ համար։ Բացառում եմ, որովհետև քանի ես վատ բան չեմ տեսել այս աղջկանից, չեմ ուզում դրան հավատալ, հա։ Ինչով է հայտնի Ջուլիանան։ Երկում է։ Այստեղ հաջող կարիերա է անում։ Քանի որ 20 թվականից այս կողմ ինձ բացարձակապես արդեն չի հետաքրքրում ով ինչ կարգի կարիերա է անում։ Մի ժամանակ բոլորի հաջողությունները ես համանում եմ իմ անձնական հաջողությունները։ Ցանկացած հայ մարդու հաջողություն իմ համար դա իմ անձնական ուրախությունն էր, ոնց որ ես ունենայի այդ հաջողությունը։ 20 թվականից այս կողմ իմ համար դա բացարձակապես հետաքրքրություն չի ներկայացնում, ասեմ ինչու։ Եվ որ տեսնում եմ իմ ազգի խնդիրները ու ես տեսնում եմ մարդկանց բաները, օրակարգը, հա, մտա։ Ես ոչ թե բան եմ ասում, չարանում եմ, ոչ թե չեմ ասում վատ եմ զգում դրանից բոլորովին, իսկ դա արդեն հետաքրքիր չի։ Իրոք հետաքրքիր չի։ Եթե մի մարդու գործունեությունը, կյանքը, հաջողությունը չի ծառայում մեր այսօրվա վիճակից դուրս գալու համար, ես չեմ չարանում իր նկատմամբ, չի բանալում, ուղղակի ես անտարբեր եմ։ Դրա համար անակ ես Ջուլիանայի մասին չասեմ, ես չէի իմանալ։ Եթե Հասմիկ Պապյանը այսօր չգներ, բնականաբար ես չէի իմանալու։ Հիմա ասում են դե ինքը չի եղել, կարող է չի իմացել, բան չի եղել։ Այն որ ինքը դիտավորյալ չի այսօր արել, ես գիտեմ, բայց դա չի նշանակում, որ ինքը պատասխանատվություն չուներ այս ամեն ինչի նկատմամբ, որտեղ սա բացահայտում է բոլոր շերտերը։ Հիմա բացահայտեմ ինչա կատարվում ընդհանրապես։ Այն հանգամանքը որ ինքը նույնիսկ չգիտեր Մասիմայի սիրությունն եւ ինչա նշանակում մեր կյանքի համար սա, դա մինուս է։ Նշանակում է մի բան, մարդուն ուղղակի հետաքրքիր չի։ Իր օրակարգի մեջ, իր մտքերի մեջ, իր մտահոգությունների մեջ դա չի մտնում։ Չի մտնում ուղղակի։ Այն հանգամանքը, որ ինքը չգիտեր դիմացինը ով է եւ ինչ է արել մեր Ռուզան Մանթաշյանի երկչուհի, գոյական երկչուհի է։ Նկատմամբ հիմնամոդելը, որ ես սրա հետ չեմ երկի, որ ինքը հայ է, հա։ Էլի խոսում է նրա մասին, որ մեր երկչուհի հիմա մեկ է երևի դա։
Սա մի ահավոր ցավ է ինձ պատճառում։ Ես չեմ ուզում բան անեմ, հա, ուղղակի անձնականացնեմ այս Ջուլիանայի կամ ցանկացած մեկի համար։ Ես կարող եմ ես վստահ եմ, որ սա ցանկացածի հետ կարող է լինել։ Ցանկացածի հետ ով չի ապրում մեր օրական այս կոպիտ ասած դարդու ցավով, մեր խնդիրներով, հա, եւ անտալբեր է։ Գիտեք, մարդ կարա 24 ժամ չլինի այս խնդրի մեջ, բայց դինել անտալբեր Դիմ ապարել ես էլ իրանց նկատմամբ եմ անտալբեր։ Ես նույնպես եմ ասում, ես չեմ կարող դատապարտել, հա, չարանալ, մատ թափ տալ։ Չէ։ Ես էլ իմ մերթին եմ անտալբեր, ուղղակի բացատրում եմ ոնց է եղել։ Քանի որ չկա ինֆորմացիա, չկա կապ, չկա մտահոգություն, ես վերցելա, որպես սիրունը կա, չկսելա, հիմա այլ կապելա հարմընկելա հենց այսօրվա հետ, հարսի նման հենց այսօրվա հետ, սենց ասա։ Ես մոտավորապես սենց եմ պատկերացնում։ Բայց սա բացում է ուրիշ շերտեր, էլի, որ ուղղակի ինքը այտենց off կտրված իրականության է։ Դե Հասմիկ Վապյանն էլ ֆիքսել էր, ցավ էր զգացել դրա համար։ Ասենք ուղղակի գոնե այսօր եմ ես բանալը խղճայր։ Հա, որովհետև պատկերացրեք ոնց որ մեկը այսօր մեր հայտնիներից այդ օրը վերցնի Ալիևի հետ այս փաթաթված սելֆի։ Այս կենթանին էս ադրբեջանցի ստորբանը։ Ինք այս կարգի կենթանի է, էլի։ Ասում հայատյաց այն աստիճան, որ ինքը հրաժարում է հայտարարում է դրա մասին, հայտարարում։ Սա ո՞նց կարելի է մոռանալ։ Հիմա Ջուրի ջան, որ ասենք, որ հիմա ձեր նկատմամբ դուրնի չի արել, չի նշանակում, որ մենք դա գոնե մոռացել ենք, էլի, եւ դա կարելի է անել։ Առանց որևէ դատապարտելու, առանց որևէ քարկոծելու, առանց որևէ թիրախավորելու մտադրության, ես ուղղակի ընդհանուր եմ ուզում ասեմ։ Հարգելի գոլեգաներ, երկչիներ, դերասաններ, չգիտեմ, այդ մեդիայի ներկայացուցիչներ, ես ոչ ուրախանում եմ, ոչ տխրում եմ ձեր հաջողություններով, բացարձակապես ես այնքան անտալբեր եմ դրա նկատմամբ, նույնիսկ իմ սեփական հաջողություններն ինձ չի ուրախացնում, երբ իմ երկրի այդ վիճակի մեջ է։ Իսկ առաջ ձեր բոլորի հաջողությունները իմ անձնական ուրախություններ։ Ուղղակի հիմա սենց է էլի, ով անտալբեր է իմ եւ իմ նմանների ընդհանուր ցավի նկատմամբ, ես էլ չեմ դատապարտում, ես էլ ուղղակի նույն ձևի անտալբեր եմ։ Դրա համար էլ այդ վիճակով դուք լինելով սենց կիքսեր է ստացվում։ Որի համար շատ ափսոսում եմ, իհարկե ես պատկերացնում եմ այդ երիտասարդ աղջիկը ինչ ցավով է այսօր տալեսակ։ Իհարկե մեկնաբանություններ կան, կոպիտ, կիսակոպիտ, նուրբ բան, ամեն ինչ լինելու է, ու դա բնական է։ Այս պատկերացնում եմ ինչ ինքը ցավը ապրել, բայց ես բաներ պետք է ասեմ, սենց է հանրային կյանքը։ Հանրային կյանքը սենց է։ Հայ լինելը դժվար բան է։ Ռուսին սա ոչ մեկ չէր բանանի։ Չնայած ռուսը թե ուկրաինացու հետ, սենց ուկրաինացի ատող ռուսի հետ մի հատ ուկրաինացի սենց նկարվեր, անպայման լինելու է նույն սկանդալը, հա։ Ուղղակի սենց ասեմ, էլի նորից գալիս եմ նույն բանին, հնարավոր չի ապրել սոցիումում ու լինել սոցիումից դուրս, հա, թքած ունենալ սոցիումի պրոբլեմների վրա, մտահոգությունների եւ զգացմունքների վրա։ Ահա իհարկե կարելի է թքած ունենալ, բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինել նաեւ դրա հետևանքների։ Ես գիտեմ, որ ծանր տպավորություն է թողելու մեզ ավարտը, ես դա համար որոշեցի մի քիչ ուրիշ ձև այսօրվա մեր եթերը ավարտել։ Ուզում սա նայենք։
Անկեղծ ես ռուս ազգի նկատմամբ ոչ մի նեգատիվ բան չունեմ։ Ես ուղղակի կուզենայի, որ իրենց մասին լսելուց կամ տեսնելուց, խոսելուց գոնե այս ֆորմատի մեջ տեսնել, լսել եւ շփվել, հա։ Արվեստի ֆորմատի մեջ, գրականության, գիտության, այս ֆորմատի մեջ, բայց երբ որ սկսում է այդ տուրբո հայրենասիրություն չասեմ, այս իմպերիալիզմի այդ մանիայի, սա նույն բանն է, հասկանում եք, ոչ մի տարբերություն չկա թուրքական բանից, այդ նկարտումներից, հա, եւ ռուսական այս նկարտումներից։ Ոչ մի տարբերություն չկա սրանց միջի համար։ Բայց դրան զուգահեռ ես կարողանում նաեւ սենց, ես ասեմ, եթե ռուս, ես սենց եմ ուզում, դե պարտադիր չի լինի, ասենք, այդ խողովակի պարի շուրջ, դա կարելի է ավելի լուրջ արվեստի շուրջ։ Ես ոչ մի այտենց ֆոբիաներ չունեմ, վախեր չունեմ, սահմանափակումներ չունեմ, մանավանդ ես էլ Նյու Յորքում շատ լավ ռուս գոլեգաներ ունեմ, մենք այդ ամեն ինչ խոսում ենք, քննարկում ենք առանց որևէ բանի զգացումի, որ հանկարծ կարող ենք իր այդ կոնֆլիկտ ունենանք, որովհետև բանական ցանկացած մարդու համար ամեն ինչ շատ պարզ է։ Չի կարելի մարդ սպանել։ Խմել, չուտել մարդու միս, խմել այծի կաթ։ Դա այդ Ռոբինզոն Կրուզոյի բանաձևն է։ Աշխատում է բոլոր ժողովուրդների հետ, բոլոր պայմաններում։ Երբ որ դու հավատարիմ ես այս պոստուլատի հետ, չուտել մարդու միս, խմել այծի կաթ։ Դու կոնֆլիկտ չես ունենա։ Շատ բան չենք ուզում։ Ասում եք, մի սպանեք, մի փչացրեք, մի ավիրեք, մենք ստեղծող ենք, այս ամեն ինչը մեր համար խորհուրդ է, այդ այն ազգերը, որոնք ստեղծող չեն, դա խորհուրդ չի, բա ինչով իրանք բան անեն, ունենան այն ինչ որ իրանք ուզում են, իրանք ստեղծող չեն, չէ, մնում է մի ճանապարհ, խալել, իզախալելն դա սպանելով է հիմնականում, ավիրելով։ Մի խոսքով, այս լավ նոտայի վրա ես ուզում եմ ավարտեմ, լավ մնացեք։